Հավաքարարուհու աղջիկը մի տարօրինակ բան է գտնում հիվանդ մեծահարուստի մահճակալի տակ։ Առանց իմանալու նա բացահայտում է, որ տղամարդուն կամաց-կամաց թունավորում են հենց իր սեփական տանը։ Եվ իր լուռ քաջությամբ ընդմիշտ փոխում է բոլորի ճակատագիրը։ Անհանգիստ են, որ գործատուի մահճակալի տակ շատ տգեղ ու գարշահոտ բույս է թաքնված, մի բույս, որը գլխացավ է առաջացնում ամեն ինչ պտտեցնում։ Սոնան, ծնկաչոք հատակին, խոզանակը ձեռքին, նայեց դստերը, կարծելով, թե դա Անահիտի հերթական հորինած պատմություններից է։ Երեխաները հարուստ երակայություն ունեն, մտածեց նա, այդ հսկայական առանձնատունը բարեբեր հող էր երակայությունների համար։ Բայց աղջկա աչքերում մի բան, պատմության համառության մեջ մի բան ստիպեց Սոնային դադարեցնել իր գործը։ Չորացրեց ձեռքերը գոգնոցով, բռնեց Անահիտի ձեռքը, ասաց, որ հետո տանը դուստրը ճիշտ կնկարի այդ բույսը, որ մայրը տեսնի։ Այդ գիշեր, ծայրամասի իրենց նեղլիկ սենյակում, Անահիտը վերցրեց գունավոր մատիտները, ջանասիրաբար նկարեց։ Նկարեց մսոտ տերները, մուգ, կանաչավուն գույնը, հաստ ցողունները։ Սոնան երկար նայեց նկարին, փորում մի սառնություն զգալով, որը չէր կարողանում բացատրել։ Վերցրեց հին հեռախոսը, այն տեսակից, որը կախում էր, երբ փորձում էր միանգամից շատ բան բացել, սկսեց փնտրել։ Գրեց պարզ նկարագրություններ, մտավ այգեգործական ֆորումներ, կարդաց հոդվածներ թունավոր բույսերի մասին, ժամերով թերթեց համացանցը, մինչ Անահիտը քնած էր կողքին։ Որքան շատ էր կարդում, այնքան վախն աճում էր։ Գտավ տեղեկություններ թունավոր տեսակների մասին, բույսերի, որոնք հանցավոր կերպով օգտագործվում էին մարդկանց ժամանակի ընթացքում թուլացնելու համար, նյութերի, որոնք առաջացնում էին աստիճանական, դժվար հետագծելի ախտանիշներ։ Նկարագրված ախտանիշները սարսափելի ծանոթ էին՝ ծայրահեղ հոգնածություն, աստիճանական թուլություն, մշտական սրտխառնոց, քաշի կորուստ, կենսական օրգանների վնասում, մտքի խառնաշփոթ։ Այն ամենը, ինչ նա տեսնում էր գործատուի մոտ ամեն օր։ Այն ամենը, ինչ բժիշկները չէին կարողանում ճիշտ բացատրել, նույնիսկ բոլոր թանկարժեք հետազոտություններով, նույնիսկ բոլոր այն մասնագետներով, որոնց Լիլիթը համառորեն բերում էր։ Սոնան զգաց, թե ինչպես է հողը փախչում իր ոտքերի տակից։ Մի՞թե դա հնարավոր էր։ Մի՞թե ինչ-որ մեկն իսկապես վնասում էր Գագիկին։ Եվ Անահիտը, իր 5-ամյա դուստրը, Բահմտոցի խաղալիս, գտել էր առաջին հուշումը։ Ամբողջ գիշեր չքնեց, տեղում դարձուդարձ անելով, գրկած դստերը, մտածելով, թե ինչ անել, արդյոք պետք է ինչ-որ բան ասել, արդյոք ինչ-որ մեկը կհավատա իրեն, մի հասարակ տնտեսուհու, որը մեղադրում է հարուստ հարսնացուին հզոր գործընկերոջը մի մարդու թունավորելու մեջ։ Հաջորդ առավոտ սրտի թրթիռով վերադարձավ առանձնատուն։ Անահիտը, ինչպես միշտ, հետն էր, բայց Սոնան այժմ ամեն ինչին այլ կերպ էր նայում։ Լիլիթին այլ աչքերով էր նայում, Ռուբենին, նշաններ փնտրելով, Գագիկին, խղճահարության ու վախի խառնուրդով։ Եվ սկսեց ուշադրություն դարձնել բաների, որոնք առաջ անտեսում էր, ցածրաձայն խոսակցությունները, փոխանակված հայացքները, գործատուի գիշերասեղանին դրված դեղերի անհավանական քանակը, Լիլիթի հաճախակի այցելությունները ննջասենյակ, թեյի հյութի սկուտեղներով, որոնք միշտ մատուցվում էին այն կատարյալ ու կեղծ ժպիտով։ Անահիտը նույն օրը պատահաբար բաց թողեց իր սիրելի խաղալիքը, կարմիր պլաստմասե մեքենան, որն արդեն մի քիչ կոտրված էր։ Մեքենան գլորվեց մարմարե միջանցքով, թեթ աղմուկ հանելով, կանգնեց հենց գրասենյակի կիսաբաց դռան դիմաց։ Աղջնակը մատների ծայրերին գնաց այն վերցնելու, բայց երբ մոտեցավ, ձայներ լսեց։ Լիլիթն ու Ռուբենը ներսում խոսում էին, ցածր, բայց լարված տոնով։ Անահիտը կանգնեց, հենված պատին, շունչը պահած, առանց ճիշտ իմանալու, թե ինչու։ Լսեց, թե ինչպես է Լիլիթը խոսում ճիշտ ժամանակի մասին, թղթերի մասին, որոնք Գագիկը պետք է ստորագրեր մինչ հարսանիքը, այն մասին, թե ինչպես նա պետք է բավականաչափ պարզամիտ լինի, որ չկասկածի, բայց բավականաչափ շփոթված, որ չհարցաքննի։ Լսեց, թե ինչպես է Ռուբենը ծիծաղում, այն ծիծաղը, որը մինչ այդ բարեկամական էր թվում, բայց այդ համատեքստում դաժան էր հնչում, ասելով, որ գործատուն կուրորեն վստահում է սխալ մարդկանց, որ ծիծաղելի է, թե ինչպես է նա հավատում, որ իրենք այնտեղ են սիրո հավատարմության համար։ Լսեց, թե ինչպես է Լիլիթը նշում դեղերի մասին, որոնք դանդաղեցնում են նրա միտքը, հետո աղջնակի զարմանքի ու սարսափի համար, լսեց, թե ինչպես է կինը խոսում սենյակի բույսի մասին, այն մեկի, որն օգնում էր նրան օրեցօր թույլ պահել։ Անահիտը սառեց։ Չէր հասկանում բոլոր բառերը, չէր ըմբռնում ասվածի ամբողջական չափը, բայց գիտեր, որ դա վատ է, շատ վատ։ Դողացող ձեռքերով վերցրեց մեքենան, վազեց խոհանոց, ուղիղ դեպի մայրը, որը մառանն էր կարգի բերում։ Սոնան նկատեց դստեր վախեցած արտահայտությունը կրացավ նրա հասակին, բռնելով փոքրիկ ուսերը, հարցնելով, թե ինչ է պատահել։
Եվ Անահիտը բարակ ու դողացող ձայնով կրկնեց այն ամենը, ինչ լսել էր բառ առ բառ, այնպես, ինչպես 5-ամյա երեխան կարող է հիշել, երբ ինչ-որ բան նրան խորապես տպավորում է։ Գեղեցիկ տիկինն ու ժպտերես պարոնը գործատուին հիվանդացնում էին։ Խոսում էին դեղի մասին, որը նրան հիմարացնում էր։ Խոսում էին թաքցրած բույսի մասին։ Խոսում էին կարոր թղթերի մասին։ Եվ ծիծաղում էին։ Ծիծաղում էին, մինչ պայմանավորվում էին, թե ինչպես վնասել մեկին, ով վստահում էր իրենց։ Սոնան գրկեց դստերը զգաց, թե ինչպես են գլուխկոտրուկի կտորները միանում իր մտքում։ Թունավոր բույսը մահճակալի տակ։ Կեղծված դեղերը։ Գաղտնի խոսակցությունները։ Հիվանդությունը, որը միայն վատանում էր, չնայած բոլոր բուժումներին։ Արագացված հարսանիքը։ Ստորագրության սպասող փաստաթղթերը։ Ամեն ինչ այժմ իմաստ ուներ, սարսափելի վտանգավոր իմաստ։ Նա գիտեր, որ եթե առանց ապացույցների մեղադրանք ներկայացնի, կկորցնի աշխատանքը, կնվաստացվի, գուցե նույնիսկ զրպարտության համար դատի տրվի։ Բայց նա գիտեր, որ եթե լուռ մնա, մի անմեղ մարդու դանդաղ մահվան կդատապարտի։ Հենց այդ ժամանակ Սոնան կայացրեց իր կյանքի ամենավտանգավոր որոշումը։ Նայեց Անահիտին, այն քաջ փոքրիկ աղջկան, որն առանց իմանալու ամեն ինչ բացահայտել էր, ասաց, որ իրենք երկուսով մի շատ կարևոր բան են անելու, բայց դա պետք է գաղտնիք լինի, ամենամեծ գաղտնիքը, որ երբե պահել են։ Անահիտը լրջորեն գլխով արեց, նկատելով, որ մայրը փոխվել է, ավելի վճռական է, բայց նա ավելի վախեցած։ Մի քանի օր անց մի երեկո, երբ տունն ավելի դատարկ էր, քանի որ Լիլիթն ու Ռուբենը հանդիպման էին գնացել, իսկ Գագիկը քնած էր հանգստացուցիչների ազդեցության տակ, Սոնան ու Անահիտը գործի անցան։ Աղջնակը, փոքրիկ ու ճարպիկ, նորից սողաց այն հսկայական մահճակալի տակ։ Շունչը պահեց, որ շատ չզգա սրտխառնոց առաջացնող հոտը, մեկնեց բարակ ձեռքերը, ջանքով քաշեց ծաղկամանը, զգուշորեն քարշ տվեց, հոգ տանելով, որ չկծի։ Այն չափազանց ծանր էր նրա համար, բայց կարողացավ այն հասցնել եզրին, որտեղ մայրը ծնկաչոք սպասում էր։ Սոնան դողացող ձեռքերով վերցրեց ծաղկամանը, նայեց այն անիծյալ բույսին, որն ամեն օր թունավորում էր մի մարդու, սրտխառնոց զգաց։ Բայց չէր կարող հիմա կանգ առնել։ Արտակարգ իրավիճակների համար պահած քիչ գումարով գնել էր մեկ այլ բույս, նման չափի ու գույնի, սովորական դեկորատիվ բույս, որը գտել էր մի էժան ծաղկի խանութում։ Արագ փոխեց ծաղկամանները, անվնաս բույսը դրեց նույն տեղում, լավ թաքցրած գլխամասի հետում, դուրս եկավ այնտեղից, թունավոր բույսս պլաստիկ տոպրակի մեջ փաթաթած։ Ավելի ուշ, հեռու մի լքված տարածքում, Սոնան այդ բույսը խորը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Սոնան ամեն օր, արը դեռ չծագած, կտրում անցնում էր Երանը։ Դուրս էր գալիս Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ծայրամասում գտնվող իր 2 սենյականոց փոքրիկ տնից, նստում 2 լեփ-լեցուն ավտոբուս հասնում կենտրոն, երբ մարդկանց մեծ մասը դեռ քնած էր լինում։ 32 տարեկանում նրա մատներն արդեն անգիր գիտեին յուրաքանչյուր տեսակի հատակի կառուցվածքը, մաքրող միջոցների յուրաքանչյուր ապրանքանիշ, յուրաքանչյուր անկյուն, որը հատուկ ուշադրության կարիք ուներ։ Արդեն 10 տարուց ավելի էր, ինչ տնտեսուհի էր աշխատում, վերջին 6 ամիսներին գտել էր իր կյանքի ամենաբարձր վարձատրվող աշխատանքը, մաքրում էր Գագիկ Մանուկյանի առանձնատունը։ Վերջինս արտասահմանցի գործարար էր, որը միայնակ էր ապրում այդ հսկայական տանը, շրջապատված բյուրեղապակյա ջահերով, իտալական մարմարե հատակներով միայնությամբ, որն արձագանքում էր դատարկ միջանցքներում։ Խնդիրն Անահիտն էր, նրա 5-ամյա դուստրը, մեծ ու հետաքրքրասեր աչքերով, գանգուր մազերը միշտ բարձր պոչիկով հավաքած։ Երեխային թողնելու տեղ չկար։ Պետական մանկապարտեզում հերթ էր, օգնող հարանուհին աշխատանք էր գտել, իսկ Սոնան չէր կարող իրեն թույլ տալ դայակ վարձել։ Այդ պատճառով շաբաթական 3 անգամ Անահիտը նրա հետ էր գնում։ Նստում էր հսկայական խոհանոցի մի անկյունում, իր գունավոր մատիտներով ու նկարչական տետրերով, լուռումունջ, խելոք, մորը խոստում տալով, որ չի խառնի տունը, ոչ ոքի չի անհանգստացնի, կմնա անտեսանելի, ինչպես իրենք երկուսով պետք է լինեին այս աշխարհում, որն իրենցը չէր։ Բայց 5-ամյա երեխաները երկար չեն կարող անտեսանելի մնալ։ Անահիտը ամեն ինչ դիտում էր այն ուշադրությամբ, որը միայն երեխաներն ունեն, կարծես աշխարհը մի հսկա գիրք լիներ, գրված գաղտնի լեզվով, որը միայն ինքն էր կարողանում վերծանել։ Դիտում էր, թե ինչպես է մայրը ծնկաչոք մաքրում հատակը, սրբում հին կահույքը, լվանում սպասք, որն ավելի թանկ արժեր, քան իրենց 1 ամսվա աշխատավարձը։
Դիտում էր նա տան տիրոջը, այն բարձրահասակ, բաց գույնի աչքերով ու մուգ մազերով տղամարդուն, որն իր երիտասարդ տարիքի համար չափազանց դանդաղ էր քայլում, հենված թանկարժեք փայտից ձեռնափայտին, ոտքերը քարշ տալով միջանցքով, կարծես յուրաքանչյուր քայլը նրա էներգիայի մի մասնիկն արժենար։ Գագիկ Մանուկյանը ընդամենը 37 տարեկան էր, բայց կարծես մի ամբողջ կյանքի հոգնածության բեռը կրեր։ Անահիտը լավ չէր հասկանում, թե ինչ է հիվանդությունը, բայց տխրությունից հասկանում էր։ Նրա աչքերում տեսնում էր այն ստվերը, որը երբեմն հայտնվում էր մոր աչքերում, երբ վարձի գումարը չէր հերիքում, երբ սառնարանը գրեթե դատարկ էր, երբ աշխարհը չափազանց ծանր էր թվում։ Միայն թե մոր գործատուն ապրում էր պալատում, ավտոտնակում ներկրված մեքենաներ ուներ, մարդիկ, որոնք աշխատում էին նրա համար, բայց մինույն է, տխուր էր։ Մինույն է, գունատ էր։ Մինույն է, թույլ էր։ Եվ կար այն կինը։ Լիլիթ Դավթյանը միշտ հայտնվում էր երեկոյան, այնքան սուր օծանելիքով, որ Անահիտը հեռվից զգում էր հագին փայլուն շորեր, բարձրակրունկ կոշիկներ, որոնք մարմարի վրա աղմուկ էին հանում, ուղիղ, շիկահեր մազերը ուսերին թափված ոսկե վարագույրի պես։ Նա գեղեցիկ էր, Անահիտը չէր կարող շղթել, բայց նրա աչքերում մի բան կար, որ աղջնակին դուր չէր գալիս։ Մի սառը, հաշվարկված բան, ինչպես այն ձև, որով նա վերաբերվում էր Սոնային, առանց ուղիղ նայելու, կարծես տնտեսուհին տան կահույքի հերթական կտորը լիներ։ Առանց ժպտալու բարի լույս էր ասում, առանց խնդրեմ ի բաներ էր խնդրում, աննշան մանրուքներից բողոքում էր քաղցր ձայնով, որը թույն էր թաքցնում։ Լիլիթը Գագիկի հարսնացուն էր։ 6 ամսից պետք է ամուսնանային, ինչպես Սոնան լսել էր աշխատողների խոսակցությունից։ Բայց Անահիտը, որ ժամերով նստած դիտում էր այդ անկյունում, երբեք չէր տեսել, որ նրանք իրար իսկապես համբուրեն, երբեք չէր տեսել, որ Գագիկը ժպտա, երբ նա գալիս էր։ Տեսնում էր միայն, թե ինչպես է նա գլխով անում, հոգնած, մինչ Լիլիթը կրանում էր առանց խանդավառության համբուրելու նրա այտը անմիջապես սկսում խոսել թղթերից, որոնք պետք է ստորագրվեին, հանդիպումներից, որոնք պետք է տեղի ունենային, որոշումներից, որոնք այլս չէին կարող սպասել։ Լիլիթի հետ միշտ հայտնվում էր Ռուբեն Վարդանյանը, Գագիկի վստահելի գործընկերը, կամ գոնե այդպես էին բոլորն անվանում։ Ռուբենը տարբեր էր, միշտ ժպտերես, միշտ բոլորի համար մի բարի խոսք ուներ, անթերի հագնված, պատվերով կարված կոստյումներով, դաստակին փայլող ժամացույցով, չափազանց սպիտակ ատամներով, երբ ժպտում էր։ Առանձնատանը շրջում էր մի հարազատությամբ, որն Անահիտին տարօրինակ էր թվում, քրքրում էր դարակները, թերթում փաստաթղթերը գրասենյակի սեղանին, ցածրաձայն խոսում Լիլիթի հետ, երբ կարծում էին, թե ոչ ոք չի նայում։ Իսկ Անահիտը միշտ նայում էր։ Նայում էր նրանց փոխանակած արագ ժպիտներին։ Նայում էր, թե ինչպես է Ռուբենի ձեռքը թեթակի դիպչում Լիլիթի թին, երբ անցնում էին իրար կողքով։ Նայում էր, թե ինչպես էին երկուսը լռում, երբ Գագիկը սենյակ էր մտնում, ինչպես էին փոխում ձայնի տոնը, ինչպես էին հեռացնում մարմինները քողարկված մեղքի լուռ բարի մեջ։ Աղջնակը չէր կարող ճիշտ բացատրել, թե ինչ էր տեսնում, բայց այդ պատկերները պահում էր հիշողության մեջ, իր նկարների հետ միասին, իր հորինած պատմությունների հետ միասին, մինչ սպասում էր, որ մայրն ավարտի աշխատանքը։ Հինգշաբթի օրը, երբ Սոնան մաքրում էր երկրորդ հարկի լոգարանը, Անահիտը ձանձրացավ։ Արդեն նկարել էր 3 արքայադուստր, 2 շուն մի տուն, այգիով։ Արդեն խաղացել էր ջահերը հաշվելու խաղ, մատների ծայրերին քայլելու, որ աղմուկ չանի, պատկերացնելու, որ ինքն է այնտեղ ապրում, իր սեփական սենյակն ունի։ Այդ ժամանակ որոշեց միայնակ պահմտոցի խաղալ, թե փնտրող չկար։ Դանդաղ բարձրացավ աստիճաններով, մտավ գլխավոր ննջասենյակ, այն հսկայական սենյակը մի մահճակալով, որն իրենց տան չափ էր թվում, որոշեց, որ լավագույն թաքստոցը այդ հսկա մահճակալի տակն է։ Կրացավ, սողաց, գծկվեց, որ տեղավորվի ներքնակի ու հատակի միջ այդ նեղ տարածքում։ Բայց երբ գրեթե հաջողացրել էր տեղավորվել, տարօրինակ հոտ զգաց։ Քաղցր, սրտխառնոց առաջացնող, որից քիթը կնճռոտվեց, գլուխը մի փոքր պտտվեց։ Թարթեց աչքերը, փորձելով սովորել մթությանը, հենց այդ ժամանակ տեսավ։ Պատին հենված, գրեթե մահճակալի գլխամասի հետում թաքնված, միջին չափի ծաղկաման կար մի բույսով, որն Անահիտը երբեք չէր տեսել։ Այն նման չէր հարանուհու տան բույսերին, ոչ էլ այն ծաղիկներին, որոնք դպրոցի ուսուցչուհին ցույց էր տալիս գրքերում։ Այս բույսը մուգ, հաստ, մսոտ տերներ ուներ, տարօրինակ, գրեթե կպչուն կառուցվածքով։ Անահիտը մեկնեց իր փոքրիկ ձեռքը, հետաքրքրասեր, թեթակի դիպավ տերներից մեկին։ Վատ զգացողությունն անմիջապես էր։ Արագ գլխապտույտ, բերանում վատ համ, հանկարծակի ցանկություն, դուրս գալ այնտեղից։ Արագ հետ քաշվեց, գլուխը հարվածեց մահճակալի շրջանակին, զսպեց լացը որքան կարող էր արագ սողալով դուրս եկավ։
Երբ ոտքի կանգնեց, մաքրելով հին զգեստի փոշին, դեռ այդ տարօրինակ զգացողությունն ուներ։ Վազեց դեպի լոգարան, որտեղ մայրն աշխատում էր, քաշեց Սոնայի հին տաբատի փեշը ասաց այն լրջությամբ, որը միայն երեխաներն են կարողանում ունենալ, երբ իսկապես թաղեց չոր հողի մեջ, ծածկեց քարերով ու շինարարական աղբով աղոթեց, որ այն այլս ոչ ոքի վնաս չտա։ Հոգնած վերադարձավ տուն, գրկեց Անահիտին լաց եղան միասին, առանց ճիշտ հասկանալու, վախի՞ց, թե թացումից, թե հույսից։ Հաջորդ օրերը տանջալից սպասումի օրեր էին։ Սոնան շարունակում էր սովորականի պես աշխատել, մաքրել տունը, կերակուր պատրաստել, ծացնել, թե ոչինչ չի փոխվել։ Բայց դիտում էր, թե ինչպես է Գագիկն արթնանում մի փոքր ավելի քիչ հոգնած։ Դիտում էր, թե ինչպես է գույնը դանդաղ վերադառնում նրա դեմքին։ Դիտում էր, թե ինչպես են քայլերն ավելի ամուր դառնում, ձայնը մի փոքր ավելի պարզ, հայացքը պակաս մշուշոտ։ Եվ դիտում էր նա, թե ինչպես են Լիլիթն ու Ռուբենը նկատում փոփոխությունը, փոխանակում անհանգիստ հայացքներ, ավելի նյարդային շշնջում անկյուններում։ Երկուշաբթի առավոտյան Գագիկը միայնակ իջավ նախաճաշի, առանց օգնության, ձեռնափայտը ձեռքին, բայց առանց դրան շատ հենվելու։ Նստեց սեղանի շուրջ, խնդրեց թունդ սուրճ, կարագով հաց, մրգեր։ Ուտում էր այնպիսի ախորժակով, որ ամիսներ շարունակ չուներ։ Աշխատողները հայացքներ փոխանակեցին, հույսով լի, բայց Սոնան տեսավ այն, ինչ մյուսները չտեսան։ Տեսավ, թե ինչպես է Լիլիթը քիչ անց իջնում աստիճաններով, լարված ժպիտով, առավոտյան դեղերի սկուտեղը ձեռքին, տեսավ, որ որոշ պարկուճներ տարբերվում էին սովորականից, ավելի մեծ, այլ գույնի։ Տեսավ, թե ինչպես է Ռուբենը քիչ անց գալիս, սովորականից շուտ, հարցնելով, թե Գագիկն ինչպես է իրեն զգում, կեղծ անհանգստությամբ հայացքում։ Եթե բույսն այլս այնտեղ չէր, եթե դանդաղ ու աստիճանական թույնը հեռացվել էր, ուրեմն ինչ-որ մեկը որոշել էր չափաբաժինն այլ կերպ ուժեղացնել։ Հենց այն դեղամիջոցներում, որոնք Գագիկը բարեխղճորեն ընդունում էր ամեն օր, վստահելով, որ դրանք նշանակված են բժիշկների կողմից, խնամքով պատրաստված, նախատեսված նրան բուժելու համար, մինչդեռ իրականում դրանք նրան քիչ-քիչ սպանում էին։ Սոնան գիտեր, որ բույսը հեռացնելը միայն առաջին քայլն էր։ Իսկական ճակատամարտը դեռ առջում էր, ինքն ու Անահիտը վտանգավոր կերպով միայնակ էին այս լուռ պատերազմում, երկու հզոր, անխիղճ հակառակորդների դեմ, որոնք պատրաստ էին ամեն ինչի, իրենց ուզածին հասնելու համար։ Եվ այն, ինչ նրանք ուզում էին Գագիկ Մանուկյանի կարողությունն էր, նույնիսկ եթե դրա համար պետք լիներ ամբողջությամբ ոչնչացնել փողի հետում կանգնած մարդուն։ Անահիտը ընդամենը երեխա էր, բայց ուներ մի բան, որը մեծահասակները հաճախ ժամանակի ընթացքում կորցնում են, տեսնելու այն, ինչը թաքնված է բոլորի աչքի առաջ։ Մինչ Սոնան շարունակում էր իր աշխատանքն առանձնատանը, մաքրելով, կարգի բերելով, ծածնելով, թե ամեն ինչ նորմալ է, աղջնակը, առանց նույնիսկ նկատելու, վերածվեց փոքրիկ լրտեսի։ Նստում էր խոհանոցի անկյունում իր նկարներով, բայց ականջները որսում էին խոսակցություններ, աչքերը հետում էին շարժումներին, հիշողությունը պահում էր մանրամասներ, որոնք շուտով կպատմեր մորը, երբ միայնակ լինեին տուն վերադառնալու ճանապարհին, այն լեփ-լեցուն ավտոբուսների մեջ, որոնք քրտինքի ու հոգնածության հոտ էին տալիս։ Հենց Անահիտը նկատեց, որ Լիլիթը սկսեց ավելի նյարդային դառնալ, կրծել իր անթերի եղունգները, երբ կարծում էր, թե ոչ ոք չի նայում, հեռախոսով խոսել ցածր ու լարված ձայնով, առանց բացատրությունների մի քանի անգամ շտապ դուրս գալ առանձնատնից։ Հենց Անահիտը տեսավ, թե ինչպես է Ռուբենը մոլուցքով ստուգում Գագիկի գիշերասեղանը, քրքրում դեղերի սրվակները անհանգիստ արտահայտությամբ, կարծես ինչ-որ բան ըստ պլանի չէր գնում։ Եվ հենց Անահիտը նկատեց, որ գործատուն օրեցօր մի փոքր ավելի լավ, մի փոքր ավելի ուժեղ, մի փոքր ավելի ներկա էր թվում։ Գագիկը սկսեց հարցեր տալ։ Սկզբում պարզ հարցեր ընկերության գործերի մասին, որոնք առաջ առանց հարցաքննելու ընդունում էր, փաստաթղթերի մասին, որոնք Ռուբենը բերում էր ստորագրելու, որոշումների մասին, որոնք Լիլիթը պնդում էր, որ շտապ կայացվեն։ Ամիսների ընթացքում առաջին անգամ նրա աչքերում մի բան կար, որը նման էր կասկածի, մի փոքր, բայց աճող կայծ պարզամտության, որը քիչ-քիչ վերադառնում էր։ Եվ այդ պարզամտությունը երկու դավադիրներին ավելի շատ էր վախեցնում, քան որե այլ բան։ Սոնան գիտեր, որ քիչ ժամանակ ունեն։ Եթե Գագիկը շարունակեր լավանալ, ի վերջո ինքնուրույն կբացահայտեր ճշմարտությունը կամ հետազոտություններ կանցներ, որոնք կբացահայտեին թունավորումը։ Բայց եթե Լիլիթն ու Ռուբենը նկատեին, որ ինչ-որ մեկը միջամտել է, կավելացնեին չափաբաժինը, կփոխեին ռազմավարությունը, գուցե այս անգամ հետդարձ չլիներ։ Տնտեսուհուն անհրաժեշտ էին կոնկրետ ապացույցներ, ինչ-որ բան հինգամյա երեխայի խոսքից աղքատ աշխատողի կասկածներից բացի։ Նրան անհրաժեշտ էին ապացույցներ, որոնք ոչ ոք չէր կարող ժխտել։
Չորեքշաբթի օրը, երբ Գագիկը բժշկական զննման էր գնացել միայն իր վարորդի ուղեկցությամբ, Սոնան վտանգավոր հնարավորություն ունեցավ։ Լիլիթն ու Ռուբենը 1 ժամից ավելի փակված էին գրասենյակում, իսկ մյուս աշխատողներն այդ օրը հանգստյան օր ունեին։ Տունը տարօրինակ դատարկ էր, լուռ, միայն ինքն ու Անահիտն էին այնտեղ։ Աղջնակը նայեց մորը, նկատեց Սոնայի հայացքում այն վտանգավոր վճռականությունը, նույնը, որը տեսել էր բույսը փոխելու օրը։ Սոնան վերցրեց հին հեռախոսը, որը պահում էր գոգնոցի գրպանում, տվեց Անահիտին։ Համբերության ու շտապողականության խառնուրդով սովորեցրեց աղջնակին, թե ինչպես սեղմել կարմիր կոճակը, տեսանյութ ձայնագրելու համար։ Բացատրեց, որ եթե տեսնի գեղեցիկ տիկնոջն ու ժպտերես պարոնին միայնակ խոսելիս, պետք է փորձի ձայնագրել առանց նրանց նկատելու, նույնիսկ առանց հասկանալու, թե ինչ են խոսում։ Անահիտը լրջորեն գլխով արեց, այդ սարքը պահելով, կարծես թանկարժեք գանձ լիներ, գաղտնի զենք, իր ապրած պատմության չարագործների դեմ։ Շատ չանցած, Լիլիթն ու Ռուբենը դուրս եկան գրասենյակից, ցածր, բայց բարձրացած ձայնով վիճելով։ Անահիտը, որը միջանցքում նկարում էր, զգաց, թե ինչպես է սիրտը արագ խփում։ Տեսավ, թե ինչպես են երկուսը մտնում գրադարան, տան կողային մասում գտնվող ավելի փոքր սենյակ, դուռը կիսաբաց թողնում։ Աղջնակը դանդաղ ոտքի կանգնեց, հեռախոսը երկու փոքրիկ ձեռքերով բռնած, լուռ մոտեցավ կատվի պես, սեղմեց կարմիր կոճակը, ինչպես մայրն էր սովորեցրել, սարքը հենեց դռան ճեղքին։ Մյուս կողմում Ռուբենը նյարդային քայլում էր այս ու այն կողմ։ Լիլիթը նստած էր կաշվե բազկաթոռին, ձեռքերը սեղմած կահույքի բազուկներին, ձայնը լի զսպված հիասթափությամբ։ Աղջնակը չէր տեսնում դեմքերը, բայց հեռախոսը սարսափելի հստակությամբ որսում էր յուրաքանչյուր բառ։ Լիլիթը բողոքում էր, որ առանց բույսի Գագիկը չափազանց արագ է արձագանքել, որ նրա ապաքինումը վտանգավոր տեմպով է տեղի ունենում, որ շուտով նա բավականաչափ ուժեղ կլինի, իսկապես կասկածելու համար։ Ռուբենը համաձայնում էր, ասելով, որ պետք է ավելի ինտենսիվ գործեն, որ չափազանց շատ ժամանակ ու գումար են ներդրել այդ պլանի մեջ, որպեսզի հիմա ձեռքից բաց թողնեն։ Նշեցին մի բժշկի, մեկին, ով իրենց կողմից էր, ով կարող էր դեղերի ավելի ուժեղ չափաբաժիններ նշանակել, առանց կասկածներ հարուցելու։ Խոսեցին Գագիկին լիազորագիր ստորագրել տալու մասին, մինչ շատ ուշ չլինի, անհրաժեշտության դեպքում հարսանիքն առաջ տանելու մասին, երաշխավորելու, որ երբ նա որևէ բան նկատի, արդեն ուշ կլինի։ Եվ հետո Ռուբենը ցածր չարամիտ ծիծաղով ասաց, որ խեղճ Գագիկը ծիծաղելի է, հավատալով, որ շրջապատված է մարդկանցով, ովքեր հոգ են տանում իր մասին, մինչդեռ իրականում բոլորը միայն սպասում են, որ նրա կարողությունը բաժանվի։ Լիլիթը նույնպես ծիծաղեց, սառը ու հաշվարկված ձայնով, ասաց, որ մի քանի շաբաթից ամեն ինչ կլուծվի, որ ոչ ոք երբեք չի իմանա, թե իրականում ինչ է պատահել, որ իրենք կունենան այն ամենը, ինչին արժանի են, իսկ Գագիկ Մանուկյանը կլինի ընդամենը մի տխուր հիշողություն։ Անահիտը կոկորդում հանգույց զգաց, լացելու ցանկություն, բայց շարունակեց կանգնած մնալ այնտեղ, այդ հեռախոսը սեղմած դռանը, ձայնագրելով այդ դաժան խոստովանության յուրաքանչյուր վայրկյանը։ Երբ լսեց մոտեցող քայլեր, սարքն արագ դրեց սկեստի գրպանը, վազեց հետ, իր անկյունը վերցրեց գունավոր մատիտները դողացող ձեռքերով ձացրեց, թե նկարում է, երբ Լիլիթն ու Ռուբենը անցան իր կողքով, առանց նույնիսկ նայելու, ինչպես միշտ էին անում։ Կարծես նա չափազանց անտեսանելի լիներ, կարոր լինելու համար։ Այդ գիշեր, ծայրամասի նեղլիկ սենյակում, Սոնան ու Անահիտը միասին դիտեցին տեսանյութը։ Պատկերը դողում էր, մութ էր, բայց ձայնը կատարյալ էր։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ծիծաղ, յուրաքանչյուր չարամիտ պլան ձայնագրված էր բյուրեղյա հստակությամբ։ Սոնան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով, մինչ գրկում էր դստերը, միաժամանակ հպարտ ու սարսափած։ Այժմ ապացույց ունեին, իրական ապացույց, բայց դա դեռ բավարար չէր։ Ավելին էր պետք։ Հաջորդ օրերին Սոնան սկսեց ամեն ինչ դիտել քննիչի աչքերով։ Նկատեց, որ Գագիկի անձնական բժիշկը, բժիշկ Արմեն Մկրտչյանը, տուն էր այցելում միշտ այն ժամերին, երբ Լիլիթը ներկա էր, որ երկուսը երկար խոսում էին փակ դռների հետում, որ դեղատոմսերը կասկածելի հաճախականությամբ էին փոխվում։ Նկատեց նա, որ Ռուբենն անսահմանափակ մուտք ուներ Գագիկի գրասենյակ, քրքրում էր փաստաթղթերը, երբ գործատուն շեղված էր, լուսանկարում էր թղթերը հեռախոսով, երբ կարծում էր, թե ոչ ոք չի տեսնում։ Բայց ինչ-որ մեկը տեսնում էր։ Անահիտը տեսնում էր ամեն ինչ։ Աղջնակը, մոր կողմից խրախուսված, բայց սեփական քաջությամբ գործելով, շարունակեց իր լուռ հսկողությունը։ Գրառում էր ժամերը, հաշվում, թե քանի հապ է Լիլիթը տալիս Գագիկին, նկարում էր սրվակների դասավորությունը գիշերասեղանին, որ մայրը ստուգի, թե արդյոք որևէ բան փոխվել է։ Իրենց միջ կոդ ստեղծեցին։
Եթե Անահիտս ամպ էր նկարում, նշանակում էր, որ ինչ-որ կարևոր բան է տեսել կամ լսել։ Եվ ամպերը աճող հաճախականությամբ էին հայտնվում։ Եթե դուք լինեիք Սոնայի տեղում, կվստահեիք 5-ամյա երեխային օգնելու բացահայտել հզոր հանցագործներին, թե այլ բան կանեիք։ Ասեք մեզ մեկնաբանություններում։ Մի գիշեր, երբ ժամացույցը ցույց էր տալիս 2-ը, քաղաքը քնած էր, Սոնան կայացրեց ամենավտանգավոր որոշումը։ Պահել էր ծառայողական մուտքի բանալու լրացուցիչ օրինակը, այն մեկը, որն օգտագործում էր վաղ հասնելու համար, երբ ուրիշ ոչ ոք արթուն չէր։ Հագավ մուգ հագուստ, վերցրեց լիցքավորված հեռախոսը, համբուրեց Անահիտին, որը քնած էր Հարանուհու տանը, ստվերի պես վերադարձավ առանձնատուն։ Տունը լուռ էր, միայն այգու անվտանգության լույսերն էին երկար ստվերներ ստեղծում միջանցքներում։ Սոնան գիտեր այդ հատակի յուրաքանչյուր ջռոցը, յուրաքանչյուր դուռ, որն աղմուկ էր հանում, յուրաքանչյուր տեղ, որտեղ կարող էր թաքնվել, եթե ինչ-որ մեկը հայտնվեր։ Ուղիղ գնաց գրասենյակ, որտեղ Անահիտը տեսել էր Ռուբենին հաստ թղթապանակներ պահելիս մի կոնկրետ դարակում։ Դուռը ներսից փակեց, հեռախոսի լապտերն ամենաթույլ ռեժիմով միացրեց, սկսեց լուսանկարել։ Փաստաթղթեր, կասկածելի ֆինանսական փոխանցումների մասին։ Տպված էլեկտրոնային նամակներ, արտասահմանյան մատակարարից որոշակի բուսատեսակների գնման քննարկումներով։ Ձեռագիր նշումներ չափաբաժինների, կողմնակի ազդեցությունների, գնահատված ժամանակի մասին։ Ամուսնական պայմանագրեր, կետերով, որոնք Լիլիթին անմիջական մուտք էին տալիս Գագիկի բոլոր հաշիվներին, ցանկացած անգործունակության դեպքում։ Բժիշկ Մկրտչյանի ցուցումները, թե ինչպես կեղծել բժշկական դեղատոմսերը, դեղատներում կասկածներ չհարուցելու համար։ Դա ապացույցների ամբողջական զինանոց էր, յուրաքանչյուր լուսանկարը նախորդից ավելի մեղադրական։ Սոնան երրորդ դարակում էր, երբ միջանցքում քայլեր լսեց։ Սիրտը կանգ առավ։ Անջատեց լապտերը, գծկվեց հսկայական սեղանի տակ, շունչը պահած։ Դուռը փորձեցին, ինչ-որ մեկը պտտեց բռնակը, բայց այն ներսից փակ էր։ Մյուս կողմից լսեց Ռուբենին, որը տրտնջում էր, թե վստահ է, որ բաց է թողել, հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսում էր չափաբաժինն ավելացնելու իրավիճակի վերահսկողությունը չկորցնելու մասին։ Մնաց այնտեղ թաքնված, հաշվելով վայրկյանները, որոնք ժամեր էին թվում, մինչ քայլերը հեռացան, լռությունը վերադարձավ։ Երբ վերջապես կարողացավ դուրս գալ այնտեղից, դողացող ու քրտնած, հեռախոսում տասնյակ լուսանկարներ ուներ։ Վազեց դեպի ծառայողական մուտք, ամեն ինչ նորից փակեց, ինչպես կար, միայն իսկապես շունչ քաշեց, երբ երկու թաղամաս հեռու էր, թաքնված մի ծառի ստվերում, բոլոր լուսանկարներն ուղարկելով հատուկ այդ նպատակով ստեղծած էլեկտրոնային փոստին, որպես պահուստային տարբերակ, եթե հեռախոսի հետ ինչ-որ բան պատահեր։ Վերադարձավ տուն, երբ երկինքը սկսում էր բացվել, վերցրեց Անահիտին, որը հանգիստ քնած էր Հարանուհու գրկում, պառկեց, գրկած դստերը, հոգնած, բայց հաղթանակի տարօրինակ զգացումով։ Այժմ ապացույցներ ունեին։ Իրական, կոնկրետ ապացույցներ, որոնք ոչ ոք չէր կարող ժխտել։ Բայց նա ձեռքերում վտանգավոր բան ունեին, մի բան, որը բացահայտվելու դեպքում իրենց կյանքերը վտանգի կենթարկեր։ Լիլիթն ու Ռուբենը հաջորդող օրերին սկսեցին գործել աճող դաժանությամբ։ Նկատում էին, որ ինչ-որ բան խանգարում է իրենց պլաններին, որ Գագիկը լավանում է, երբ պետք է վատանար, որ իրավիճակի վերահսկողությունը, որն ունեին, սահում էր ձեռքերից։ Եվ երբ հուսահատ մարդիկ զգում են, որ կորցնում են իշխանությունը, վտանգավոր են դառնում։ Ուրբաթ օրը, աշխատողների աշխատավարձի օրը, հարվածը եկավ։ Սոնան ավարտում էր ճաշասենյակի մաքրությունը, երբ նրան կանչեցին գլխավոր սենյակ։ Սիրտը սեղմվեց, երբ տեսավ, թե ովքեր են այնտեղ՝ Լիլիթը, Ռուբենը, երկու անձնական թիկնապահ, որոնց երբեք չէր տեսել, Գագիկը նստած բազկաթոռին, գունատ ու շփոթված։ Ռուբենը, այն ժպիտով, որն այժմ Սոնան տեսնում էր իրականում ինչպես կար, սառը դիմակ դաժան մտադրությունների վրա, ձեռքին պահում էր կապույտ թավշյա փոքրիկ տուփ։ Դանդաղ բացեց, բացահայտելով ադամանդե կրծքազարդ, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Սոնան կվաստակեր 10 տարվա աշխատանքով։ Չափազանց հանգիստ ձայնով բացատրեց, որ այդ զարդը անհետացել է Լիլիթի անձնական պահարանից, որ բոլոր աշխատողների իրերը խուզարկելուց հետո այն գտնվել է տնտեսուհու պայուսակում։ Սոնան զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Նայեց իր հին պայուսակին, այն մեկին, որն օգտագործում էր ամեն օր, որը խուզարկում էր թիկնապահներից մեկը, տեսավ, թե ինչպես է կրծքազարդը դուրս հանվում ներսից, թունավոր օձի պես։ Փորձեց խոսել, ասել, որ երբեք դա չի տեսել, որ ինչ-որ մեկը դրել է այնտեղ, որ դա ակնհայտ սադրանք է։
Բայց Ռուբենը նրան ընդհատեց կեղծ տխրությամբ, ասելով, որ հասկանում են, որ նրա ֆինանսական վիճակը դժվար է, որ գուցե գայթակղությունը չափազանց մեծ է եղել, բայց գողությունը գողություն է, անկախ իրավիճակից։ Լիլիթը, նստած Գագիկի կողքին, կեղծ մխիթարությամբ բռնել էր նրա ձեռքը, ասելով, թե որքան ցավալի է բացահայտել, որ մեկը, ում վստահում էին, դավաճանել է այդ վստահությունը, թե ինչպես են ցածր բարոյականության մարդիկ ի վերջո ցույց տալիս իրենց իրական դեմքը։ Թիկնապահները մի քայլ առաջ արեցին, կարծես պատրաստվում էին Սոնային դուրս ուղեկցել, գուցե դեպի ոստիկանություն։ Հենց այդ ժամանակ սենյակում արձագանքեց մի փոքր, բայց ամուր ձայն։ Անահիտը մտել էր առանց ոչ ոքի նկատելու, դեռ դպրոցական զգեստով, մանկական պայուսակը մեջքին, աչքերը փայլում էին ոչ թե վախից, այլ մաքուր զայրույթից։ Քայլեց դեպի սենյակի կենտրոն, անցավ Ռուբենի կողքով, առանց նրան նայելու, կանգնեց Գագիկի դիմաց ասած այն դաժան ազնվությամբ, որը միայն երեխաներն ունեն, որ իր մայրը երբեք ոչինչ չէր գողանա ոչ ոքից, որ իրական գողերը իրենք են, գեղեցիկ տիկինն ու ստախոս պարոնը։ Ռուբենը փորձեց ծիծաղել, ասել, որ դա ընդամենը շփոթված երեխա է, որը չի հասկանում իրավիճակի լրջությունը։ Բայց Անահիտը չկանգնեց։ Ասաց, որ իրենք թույն են դրել սենյակում, որ գործատուն հիվանդանա, որ լսել է, թե ինչպես են երկուսը ամեն ինչ պլանավորում, որ ձայնագրել է, երբ խոսում էին ամբողջ գումարը ստանալու մասին։ Լիլիթը գունատվեց, Գագիկը դանդաղ բարձրացավ բազկաթոռից, թիկնապահները հայացքներ փոխանակեցին, չիմանալով ինչ անել։ Եվ հենց այդ ժամանակ Անահիտը պայուսակից հանեց մոր հեռախոսը, այն հին ու քերծված սարքը, փոքրիկ մատներով սեղմեց play կոճակը, սենյակը լցրեց Լիլիթի ու Ռուբենի ձայներով, որոնք ձայնագրվել էին օրեր առաջ գրադարանում, խոստովանելով ամեն ինչ, պլանավորելով ամեն ինչ, ծիծաղելով Գագիկի միամտության նրան առանց հետքեր թողնելու թունավորելու հեշտության վրա։ Հաջորդած լռությունը խիտ էր, ծանր, որը խախտվում էր միայն Գագիկի ծանր շնչառությամբ, որը բռնեց բազկաթոռի թից, որ չընկնի։ Լիլիթը փորձեց խոսել, ասել, որ դա սուտ է, որ ձայնի մոնտաժ է, բայց ձայնը դողացող, մեղավոր դուրս եկավ, յուրաքանչյուր բառը որպես ճշմարտություն մատնելով։ Ռուբենը անշարժ մնաց, ժպիտը վերջապես անհետացավ դեմքից, բացահայտելով դիմակի հետում գտնվող իրական դեմքը, սառը հաշվարկող։ Գագիկը, դողացող ձեռքերով, վերցրեց հեռախոսն Անահիտի ձեռքերից, խնդրեց նորից միացնել, լսեց յուրաքանչյուր բառը, կարծես դանակի հարվածներ լինեին։ Լսեց, թե ինչպես է կինը, ում հետ պետք է ամուսնանար, պլանավորում իր ոչնչացումը։ Լսեց, թե ինչպես է տղամարդը, ում ընկեր էր անվանում, ծիծաղում իր միամտության վրա։ Լսեց, թե ինչպես են երկուսը տոնում, թե ինչպես կստանան իր կարողությունը, մինչ ինքը դանդաղ կմարի, առանց նույնիսկ իմանալու, որ սպանվում է այն մարդկանց կողմից, ում ամենաշատն էր վստահում։ Երբ ձայնագրությունն ավարտվեց, Գագիկը նայեց Սոնային ու Անահիտին, հիվանդանալուց ի վեր առաջին անգամ նրա աչքերը լիովին պարզ էին, փայլում էին ոչ թե ջերմությունից, այլ ցավալի հասկացողությունից։ Հարցրեց, հուզմունքից խռպոտ ձայնով, թե որքան ժամանակ է, ինչ գիտեին։ Սոնան, Անահիտին իրեն սեղմած, պատմեց ամեն ինչ։ Թունավոր բույսը, որը դուստրը գտել էր։ Որոնումները, որ արել էր։ Վտանգավոր փոխանակումը։ Խոսակցությունները, որ Անահիտը լսել էր։ Լուսանկարները, որ արել էր փաստաթղթերից։ Ամեն ինչ։ Գագիկը լուր լսեց յուրաքանչյուր բառը, մշակելով տեղի ունեցածի չափը։ 5-ամյա երեխան փրկել էր իր կյանքը։ Զգաց ամոթ, երախտագիտություն, զայրույթ, խառնված իրար։ Լիլիթը փորձեց մոտենալ նրան, ձեռքը մեկնելով, բայց Գագիկը հետ քաշվեց, կարծես նրա հպումը այր էր։ Ասաց, որ չմոտենա, որ այլս չի ուզում նրա դեմքը տեսնել, որ ամեն անգամ, երբ համբուրել է նրան, թունավորվել է նրա ձեռքերով։ Ռուբենը փորձեց վիճել, բայց Գագիկը հրամայեց լռել, հրամայեց թիկնապահներին թույլ չտալ ոչ Լիլիթին, ոչ Ռուբենին դուրս գալ սենյակից, վերցրեց հեռախոսը, զանգահարելու իր փաստաբանին։ Գագիկը դանդաղ մոտեցավ, դեռ ձեռնափայտը ձեռքին, բայց ավելի ամուր քայլերով, քան Սոնան տեսել էր ամիսներ շարունակ։ Ծնկի իջավ Անահիտի դիմաց, հասնելով աղջկա աչքերի բարձրությանը, ասաց անկեղծ հուզմունքով լի ձայնով, որ նա ամենաքաջ մարդն է, ում երբեք ճանաչել է։ Որ առանց նրա, ինքը մի քանի ամսից մահացած կլիներ, առանց նույնիսկ իմանալու, որ սպանվել է։ Որ իր կյանքը պարտական է 5-ամյա մի փոքրիկ աղջկա, որն ուշադրություն դարձրեց, երբ բոլոր մեծահասակները կույր էին։ Անահիտը, այն մանկական պարզությամբ, որն ավելի խորն է կտրում, քան որ է մշակված ելույթ, ասաց միայն, որ նա տխուր ու հիվանդ տեսք ուներ, որ իրեն դուր չի գալիս, երբ մարդիկ տխրում են, ուստի պետք է օգներ։
Գագիկը ժպտաց արցունքների միջով, թեթակի դիպավ երեխայի դեմքին անսահման երախտագիտությամբ բարձրացավ, նայելու Սոնային։ Շնորհակալություն հայտնեց նրան ոչ միայն իր կյանքը փրկելու, այլ այնպիսի դուստր մեծացնելու համար, որն ունի քաջություն-բարություն մի աշխարհում, որը հաճախ պատժում է այդ որակները։ Ասաց, որ գողության սադրանքն ակնհայտորեն կեղծ էր, որ բավականաչափ երկար էր ճանաչում Լիլիթին, իմանալու, որ նա ընդունակ է ամեն ինչի, իր շահերը պաշտպանելու համար։ Խոստացավ, որ Սոնան ու Անահիտը պաշտպանված կլինեն, որ նրանց ոչ մի վատ բան չի պատահի, որ այդ պահից սկսած նրանք ունեն իր խոսքն ու հավերժական երախտագիտությունը։ Երբ փաստաբանը ժամանեց, իր հետ բերելով քննիչների, իսկ քիչ անց ոստիկանությանը, առանձնատունը վերածվեց հետաքննության վայրի։ Սոնայի արած լուսանկարները Անահիտի ձայնագրած ձայնագրությունը փորձաքննվեցին, հաստատվեցին որպես իսկական։ Քննիչները Գագիկի սենյակում գտան թունավոր բույսի մնացորդներ։ Բժիշկ Արմեն Մկրտչյանը, ապացույցների առջ, սկսեց խոստովանել։ Ընդունեց, որ իրեն վճարել են դեղատոմսերը կեղծելու դեղամիջոցներ նշանակելու համար, որոնք աստիճանաբար կթուլացնեին Գագիկին։ Լիլիթն ու Ռուբենը ձերբակալվեցին։ Նրանց փաստաբանները փորձեցին անվստահություն հայտնել ապացույցների նկատմամբ, բայց դրանք չափազանց ամուր էին։ Հաջորդող օրերը խառնաշփոթի, սենսացիոն վերնագրերի, առանձնատան դիմաց ճամբարած լրագրողների օրեր էին։ Սոնային ու Անահիտին տեղափոխեցին մի բնակարան, որը Գագիկը վարձել էր նրանց համար, իրարանցումից հեռու։ Անահիտը կարոտում էր առանձնատան խոհանոցի անկյունում իր նկարները, բայց հիացած էր նոր բնակարանով։ Սոնան ապրում էր ապահով լինելու թեթացման գալիքի հանդեպ վախի մեջ։ Գագիկը, մեկուսացված առանձնատանը, որն այժմ էլ ավելի դատարկ էր թվում, սկսեց ֆիզիկական էմոցիոնալ վերականգնման գործընթաց։ Առանց օրգանիզմ ամեն օր մտնող թույների, նրա մարմինը զարմանալի արագությամբ արձագանքեց։ Նրա գործը ստանձնած ազնիվ բժիշկները տպավորված էին բարելավմամբ, հաստատելով, որ իրոք դա երկարատ թունավորում է եղել, որ այդ բուժմանց մի քանի ամիսը կառաջացներ անդառնալի, հնարավոր է մահացու վնասներ։ Բայց էմոցիոնալ վերականգնումն ավելի դանդաղ էր, ավելի ցավոտ։ Գագիկը պետք է մարսեր մեկի դավաճանությունը, ով ասում էր, թե սիրում է իրեն, մեկի, ում ընկեր էր անվանում, մի բժշկի, ում վստահում էր իր առողջությունն ու կյանքը։ Պետք է հաղթահարեր այնքան կույր, այնքան միամիտ, այնքան հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկվելու ամոթը։ Եվ պետք է դիմակայեր արտասահմանում գտնվող իր ընտանիքի համար զանգերին, որոնք բացատրություններ էին պահանջում։ Օգնություն առաջարկում, բայց նա քողարկված դատապարտում իր ընտրությունների համար։ Այդ միայնակ գիշերներից մեկում, առանձնատան դատարկ միջանցքներով քայլելիս, Գագիկը մի բան գիտակցեց, որը զարմացրեց իրեն։ Կարոտում էր Սոնային ու Անահիտին։ Կարոտում էր տնտեսուհու լուր, բայց մխիթարող ներկայությունը, ում այժմ գիտեր, որ իր պահապանն է եղել։ Կարոտում էր նկարող աղջնակի անկեղծ ծիծաղը, այն մաքուր էներգիան, որը նա բերում էր, առանց նույնիսկ նկատելու։ Տունը մաքուր էր, կարգի բերված նոր աշխատողների կողմից, բայց այն մեռած էր, անհոգի, անկենդան։ Գագիկը սկսեց վերականգնման մի գործընթաց, որը զարմացրեց նույնիսկ ամենափորձառու բժիշկներին։ Առանց օրգանիզմ ամեն օր մտնող թույների, նրա մարմինը արձագանքեց մի ուժով, որը հրաշքի էր նման։ 2 շաբաթից արդեն առանց ձեռնափայտի էր քայլում։ 1 ամսից վերականգնել էր կորցրած քաշի գրեթե ամբողջը, աչքերը նորից սկսել էին փայլել, մաշկը գույն էր ստացել։ Բայց ֆիզիկական վերականգնումը ճակատամարտի միայն կեսն էր։ Էմոցիոնալը շատ ավելի երկար, շատ ավելի ցավոտ կլիներ։ Նա պետք է մարսեր նրանց բացարձակ դավաճանությունը, ովքեր ասում էին, թե սիրում են իրեն, ում մտերիմ ընկեր էր անվանում, մի բժշկի, ում վստահում էր իր կյանքն ու հույսը։ Անքուն գիշերներ էր անցկացնում, վերհիշելով հին խոսակցություններ, ժեստեր, որոնք այն ժամանակ քնքշություն էին թվում, բայց այժմ բացահայտում էին հաշվարկված մանիպուլյացիա։ Քանի անգամ էր Լիլիթը ձացրել անհանգստություն, միաժամանակ ավելացնելով թույնի չափաբաժինը։ Քանի անգամ էր Ռուբենը խորհուրդներ տվել ընկերության մասին, միաժամանակ պլանավորելով այն գողանալ։ Քանի անգամ էր բժիշկ Մկրտչյանը նայել նրա աչքերին ստել ախտորոշումների մասին։ Բացահայտման ցավը գրեթե ֆիզիկական էր։ Նրա ընտանիքն արտասահմանից ամեն օր զանգում էր, ուզում, որ նա վերադառնա, որ լքի Հայաստանը, որ մոռանա այդ ամենը, նորից սկսի հեռուներում։ Բայց Գագիկը չէր ուզում փախչել։ Արդարություն էր ուզում։ Ուզում էր տեսնել, թե ինչպես են Լիլիթն ու Ռուբենը պատասխան տալիս իրենց արածի համար։ Եվ դրանից ավելին, մի բան էր զգում, որը չէր կարողանում ճիշտ բացատրել։
Կարոտում էր Սոնային ու Անահիտին։ Տարօրինակ էր կարոտել երկու մարդու, ովքեր մինչ վերջերս ընդամենը անտեսանելի աշխատողներ էին տան առօրյայում։ Բայց այժմ միայնակ քայլելով այդ հսկայական առանձնատան դատարկ միջանցքներով, գիտակցում էր, որ ինչ-որ էական բան է պակասում։ Պակասում էր Անահիտի անկեղծ ծիծաղը, խոհանոցում նկարելիս։ Պակասում էր Սոնայի լուռ, բայց մխիթարող ներկայությունը աշխատելիս, այն կնոջ, որը վտանգել էր ամեն ինչ, ներառյալ իր դստեր անվտանգությունը, նրա կյանքը փրկելու համար։ Որոշեց այցելել նրանց։ Անձամբ վերցրեց մեքենան, մի բան, որ երկար ժամանակ չէր արել, քշեց դեպի այն բնակարանը, որը վարձել էր նրանց համար։ Թակեց դուռը, սիրտը արագ բաբախելով, առանց ճիշտ իմանալու, թե ինչու։ Երբ Սոնան բացեց, դեռ գոգնոցով, քանի որ ճաշ էր պատրաստում, երկուսը մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին, լուռ նայում էին իրար։ Այնքան բան կար, որ Գագիկն ուզում էր ասել, բայց բառերը չէին հերիքում։ Ուզում էր շնորհակալություն հայտնել, բայց ոչ մի շնորհակալություն բավարար չէր թվում։ Ուզում էր ներողություն խնդրել, որ նա ստիպված է եղել անցնել այդ ամենի միջով, բայց ներողությունները դատարկ էին թվում նրա ցուցաբերած քաջության առջ։ Հենց Անահիտը խախտեց լռությունը, վազելով գրկելու նրա ոտքերը, հարցնելով, թե արդյոք նա լավացել է, արդյոք այլս հիվանդ չէ, արդյոք վատ բույսը ընդմիշտ գնացել է։ Գագիկը գրկեց աղջնակին տարօրինակ, գրեթե հայրական զգացում ունեցավ, մի բան, որ երբեք չէր զգացել։ Ասաց, որ շատ ավելի լավ է, նրա շնորհիվ, նրա քաջության շնորհիվ։ Անահիտը ժպտաց այն մաքուր ձով, որը միայն երեխաներն են կարողանում, առանց որևէ բան ակնկալելու, երջանիկ լինելով միայն նրա համար, որ օգնել է մեկին, ով դրա կարիքն ուներ։ Սոնան սուրճ առաջարկեց այն պարզ ձով, առանց արարողությունների, որն այնքան տարբեր էր այն ամենից, ինչին Գագիկը սովոր էր։ Նստեցին խոհանոցի փոքրիկ սեղանի շուրջ, նա համեստ բնակարանում, մինչդեռ հսկայական առանձնատուն ուներ, խոսեցին։ Իսկապես խոսեցին, առանց դիմակների, առանց հավակնությունների։ Սոնան պատմեց ծայրամասի կյանքի մասին, Անահիտին միայնակ մեծացնելու դժվարությունների մասին, երազանքների մասին, որոնք պահել էր սրտի խորքում, քանի որ չափազանց անհնարին էին թվում։ Գագիկը պատմեց փող ունենալու, բայց կողքին իսկական մարդ չունենալու միայնության մասին, ընտանիքի ճնշման մասին, այն մասին, թե ինչպես են իրեն խաբել ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ մարդիկ, ովքեր միայն իր կարողությունն էին ուզում։ Այցելությունները դարձան հաճախակի։ Գագիկը բնակարան էր գալիս Անահիտի համար գրքերով, հետո ներկերով ու մոլբերտով, երբ իմացավ, որ նա սիրում է նկարել։ Հատուկ բաղադրիչներ էր բերում, երբ Սոնան նշում էր, որ ուզում է տարբերվող ուտեստ պատրաստել։ Մնում էր ընթրիքի, նստած այն փոքրիկ սեղանի շուրջ, ուտելով տնական ուտելիք, որն ավելի համեղ էր, քան թանկարժեք ռեստորաններում փորձած ցանկացած գուրման ուտեստ։ Եվ ծիծաղում էր։ Նորից ծիծաղում էր, մի բան, որ այնքան երկար չէր արել, որ մոռացել էր, թե որքան լավ է դա։ Անահիտը սկսեց նրան անունով դիմել Գագիկ, այն մտերմությամբ, որը միայն երեխաներն են համարձակվում ունենալ։ Խնդրում էր օգնել նկարներում, պատմել այն երկրի մասին, որտեղ ծնվել է, սովորեցնել բառեր այլ լեզվով։ Եվ նա, զարմացած, բացահայտում էր, որ սիրում է այդ պարզ պահերը, այն սովորական առօրյան, որը երբեք չէր զգացել։ Սոնայի հետ հարաբերություններն ավելի բարդ էին։ Երախտագիտություն կար, այո, անսահման։ Բայց կար նա ավելին, մի բան, որը դանդաղ աճում էր, ինչպես մի բույս, որը երկար ժամանակ ստվերում մնալուց հետո վերջապես առ է գտնում։ Նա հիանում էր նրա ուժով, այն արժանապատվությամբ, որով կրում էր կյանքի դժվարությունները, այն ձով, որով մեծացրել էր այդքան հիանալի դուստր, այդքան քիչ բանով։ Իսկ նա իր հերթին սկսում էր տեսնել հարուստ գործատուից, հաջողակ գործարարից այն կողմ գտնում էր միայնակ, վիրավորված մի մարդու, որն իսկական կապ էր փնտրում կեղծիքով լի աշխարհում։ Բայց իրականությունը միշտ իր գինն է պահանջում։ Գագիկի ընտանիքը ուժեղացրեց ճնշումը։ Զանգերը վերածվեցին քողարկված սպառնալիքների, կապերը խզելու, եթե նա չվերադառնա, եթե չդադարեցնի այդ խենթությունը, հայ տնտեսուհու նրա դստեր հետ կապվելը։ Ասում էին, որ նա երախտագիտությունը շփոթում է սիրո հետ, որ նա խոցելի է այն ամենից հետո, ինչի միջով անցել է, որ պետք է վերադառնա տուն լիովին ապաքինվի, նախքան ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը։ Գագիկն արձագանքեց մի վճռականությամբ, որը զարմացրեց բոլորին, ներառյալ իրեն։ Ասաց, որ կյանքում առաջին անգամ ընտրություն է կատարում, հիմնվելով նրա վրա, ինչ իսկապես ուզում է, ոչ թե նրա վրա, ինչ իրենից ակնկալում են։ Որ Սոնան ու Անահիտը մի քանի ամսում իր համար ավելին են արել, քան ամբողջ ընտանիքը տարիների ընթացքում։
որ չի պատրաստվում լքել այն երկու մարդկանց, ովքեր բառացիորեն փրկել են իր կյանքը, քանի որ որոշ հարազատներ դա անպատշաճ են համարում։ Խոսակցությունը վատ ավարտվեց, մի կողմից վերջնագրերով, մյուս կողմից ամուր որոշումներով։ Երբ անջատեց հեռախոսը, Գագիկը զարմանալիորեն թեթև զգաց, կարծես մի բեռից ազատված լիներ, որը տարիներ շարունակ կրում էր։ Ուղիղ քշեց դեպի Սոնայի բնակարան, հասավ ուշ գիշերով, թակեց դուռը առանց նախազգուշացման։ Երբ նա բացեց, անհանգստացած, քանի որ այդ ժամին այցելուների չէր սպասում, նա ներս մտավ, պատմեց ամեն ինչ։ Խոսեց ընտանիքի, ճնշումների, սպառնալիքների մասին։ Եվ հետո, նայելով նրա աչքերին մի ինտենսիվությամբ, որից Սոնայի սիրտը արագացավ, ասաց, որ իրեն չի հետաքրքրում, որ ընտրում է լինել այնտեղ, նրա Անահիտի հետ, քանի որ այնտեղ էր, որ կյանքում առաջին անգամ իսկապես տանն էր զգում։ Սոնան խոսքեր չգտավ։ Նրա մի մասը ուզում էր հավատալ, ուզում էր թույլ տալ իրեն զգալ այն, ինչ զգում էր, այդ աճող ձգողականությունը, այդ խորը սերը։ Բայց մյուս մասը, գործնական մասը, որը սովորել էր գոյատել կյանքի դժվարություններում, գոռում էր, որ այդքան տարբեր աշխարհները չեն խառնվում, որ այսպիսի պատմությունները երջանիկ ավարտ չեն ունենում, որ ի վերջո նա կվերադառնա իր տեղը, իսկ ինքը կմնա կոտրված սրտով։ Փորձեց դա բացատրել նրան, բայց Գագիկը նրան ընդհատեց։ Ասաց, որ հասկանում է նրա վախերը, որ ինքն էլ իրեն ունի, բայց նրանց ձեռքով գրեթե մահանալուց հետո, ովքեր պետք է սիրեին իրեն, սովորել է, որ կյանքը չափազանց կարճ է չվտանգելու այն, ինչն իսկական է։ Եվ այն, ինչ զգում էր նրա հանդեպ, նրա ժպիտի, այն ձի հանդեպ, որով Անահիտը լուսավորում էր ցանկացած միջավայր, դա ամենաիսկական բանն էր, որ երբեք զգացել էր։ Հաջորդ ամիսները դանդաղ, բայց ամուր կառուցման ամիսներ էին։ Գագիկը ոչ միայն այցելում էր, այլ սկսեց բնական կերպով նրանց առօրյայի մասը դառնալ։ Առավոտյան մի քանի անգամ Անահիտին դպրոց էր տանում, վերցնում, երբ Սոնան չէր կարողանում։ Օգնում էր տնային աշխատանքներում, բացահայտելով, որ համբերություն ունի մաթեմատիկա սովորեցնելու այնպես, որ աղջնակը հասկանա։ Հանգստյան օրերին Սոնայի հետ ճաշ էր պատրաստում, ծիծաղում, երբ ինչ-որ բան այրում էր կամ չափից շատ համեմում, սովորելով, որ պետք չէ կատարյալ լինել, պարզապես ներկա։ Բայց Լիլիթի Ռուբենի դեմ դատավարությունը նույնպես առաջ էր գնում, դա նոր բարդություններ բերեց։ Պաշտպանության փաստաբանները ամեն ինչ փորձեցին Սոնային Անահիտին վարկաբեկելու համար։ Քննիչներ վարձեցին Սոնայի անցյալը քրքրելու, որը բան գտնելու, որը կարող էին նրա դեմ օգտագործել։ Լուրեր տարածեցին, որ ամեն ինչ ընդամենը մշակված խարդախություն է, որ նա մանիպուլյացիայի է ենթարկել դստերը, խոսակցություններ ձայնագրելու համար, որ ուզում է օգտվել Գագիկի խոցելիությունից, գումար ստանալու համար։ Դատական նիստերը ցավոտ էին։ Սոնան ստիպված էր նստել վկայի աթոռին պատասխանել նվաստացուցիչ, անձնական հարցերի, որոնք նախատեսված էին նրան շահամոլ ներկայացնելու համար։ Ստիպված էր լսել, թե ինչպես են թանկարժեք փաստաբանները փորձում քանդել իր վստահելիությունը, ենթադրելով, որ մի հասարակ տնտեսուհի չէր կարող բացահայտել այդքան մշակված սխեմա, ակնարկելով, որ Գագիկը նորից մանիպուլյացիայի է ենթարկվում, միայն թե այս անգամ իր կողմից։ Բայց Գագիկը միշտ այնտեղ էր, առաջին շարքում, նայելով նրան լուր աջակցությամբ, որն ուժ էր տալիս։ Եվ երբ իր հերթը հասավ վկայություն տալու, նա կտրուկ էր։ Ասաց, որ Սոնան վտանգել է իր աշխատանքը, անվտանգությունը, ամեն ինչ, նրան փրկելու համար, առանց որևէ բան ակնկալելու։ Որ Անահիտը 5-ամյա երեխա է, մեծահասակի քաջությամբ։ Որ եթե չլինեին նրանք երկուսը, ինքը մահացած կլիներ, իսկ Լիլիթն ու Ռուբենը, հարուստ ու ազատ, ոչ ոք երբեք չէր իմանա ճշմարտությունը։ Դատավարությունը տեց ամիսներ։ Փորձաքննությունները հաստատեցին Գագիկի օրգանիզմում թունավոր նյութերի առկայությունը։ Բույսը նույնականացվեց սենյակում գտնված մնացորդների միջոցով։ Անահիտի ձայնագրած ձայնագրությունը հաստատվեց։ Սոնայի լուսանկարած փաստաթղթերը ցույց տվեցին դավադրության հստակ օրինաչափություն։ Բժիշկ Մկրտչյանը, փորձելով կրճատել իր սեփական պատիժը, մանրամասնեց պլանի յուրաքանչյուր փուլը։ Ի վերջո, արդարությունը հաղթեց։ Լիլիթն ու Ռուբենը դատապարտվեցին։ Պատիժները ծանր էին, տարիների ազատազրկում, որակյալ սպանության փորձի, խարդախության, փաստաթղթերի կեղծման, հանցավոր համագործակցության համար։ Երբ դատավճիռը կարդացվեց, Գագիկը ոչ թե ուրախություն, այլ խորը թեթացում զգաց։ Մի ցավոտ գլուխ վերջապես փակվում էր։ Բայց մեկ ուրիշն էր բացվում։ Մի գլուխ, որը նա ուզում էր գրել Սոնայի Անահիտի հետ, եթե նրանք համաձայն էին։
Որովհետև այդ բոլոր ամիսների դատավարության, այցելությունների, պարզ ընթրիքների խորը խոսակցությունների ընթացքում Գագիկը բացարձակապես վստահ էր մի բանում. գտել էր իր իսկական ընտանիքը, ոչ թե այն, որը սահմանվում է արյունով կամ ազգանունով, այլ այն, որը միավորված է ընտրությամբ, քաջությամբ, իսկական սիրով։ Մի գիշեր, երբ Անահիտը քնեց, Գագիկը խնդրեց Սոնային նստել իր հետ բնակարանի փոքրիկ պատշգամբում։ Նայեցին քաղաքի լույսերին, այն հսկայական երանին, որը եղել էր այնքան տառապանքի, բայց նա այնքան աճի թատերաբեմ։ Եվ հետո նա տվեց այն հարցը, որը շաբաթներ շարունակ խեղդում էր իրեն։ Ուզում էր, որ նա Անահիտը տեղափոխվեն ապրելու իր հետ, ոչ թե որպես աշխատող գործատու, այլ որպես ընտանիք։ Ուզում էր պաշտոնապես որդեգրել Անահիտին, եթե Սոնան թույլ տար, ուզում էր նրանց տալ կայունություն, անվտանգություն, բայց ամենից շատ ուզում էր ներկա լինել նրանց կյանքում ամեն օր, ոչ միայն պլանավորված այցելություններով։ Սոնան երկար ժամանակ լուռ մնաց, մտածելով. դա ավելին էր, քան երազել էր, ավելին, քան հնարավոր էր համարում։ Բայց նա վախենում էր, որ դա չափազանց լավ է, ճշմարիտ լինելու համար, վախենում էր վիրավորվելուց, Անահիտի վիրավորվելուց։ Գագիկը նկատեց տատանումը բռնեց նրա ձեռքը, ասաց, որ հասկանում է, որ նա կարող է մտածել որքան ժամանակ անհրաժեշտ է, բայց որ ինքը չի հանձնվելու, քանի որ կյանքում առաջին անգամ ճշգրիտ գիտի, թե ինչ է ուզում։ 2 շաբաթ պահանջվեց, որ Սոնան պատասխանի։ Խոսեց Հարանուհու հետ, որը միշտ օգնել էր իրեն, փոքրիկ եկեղեցու քահանայի հետ, ուր երբեմն տանում էր Անահիտին։ Բոլորն ասում էին, որ նա արժանի է երջանիկ լինելու, որ Անահիտն արժանի է հայրական կերպար ունենալու։ Անահիտը, երբ Սոնան հարցրեց, թե ինչ է մտածում, պարզությամբ պատասխանեց. ասաց, որ սիրում է Գագիկին, որ նա լավն է, որ մայրիկին ստիպում է տարբեր կերպ ժպտալ։ Եվ որ լավ կլիներ հայրիկ ունենալ։ Եվ երբ վերջապես ասաց այո, արցունքներն աչքերին դողացող ժպիտով, Գագիկը իմացավ, որ գտել է մի բան, որը ոչ մի կարողություն չէր կարող գնել։ Տեղափոխությունն առանձնատուն աստիճանական էր։ Գագիկը պնդեց, որ Սոնան տունը ձավորի այնպես, ինչպես ուզում է, որ այդ տարածքը դարձնի իսկական տուն։ Անահիտի համար մի սենյակը վերածեց մանկական դրախտի, ներկված պատերով, գրքերի դարակներով, նկարելու սեղանով։ Աղջնակը ժամերով այնտեղ ստեղծում էր գունավոր աշխարհներ, Գագիկը բացահայտում էր, որ հայր լինելը ամենահաճելի փորձառություններից մեկն է, որ երբեք ունեցել է։ Սոնան, սկզբում, պայքարում էր հին սովորությունների դեմ։ Չափազանց վաղ էր արթնանում, փորձում էր մաքրել բաներ, որոնք այժմ աշխատողներն էին անում։ Գագիկը համբերությամբ հիշեցնում էր նրան, որ դա նա իր տունն է։ Ամիսներ պահանջվեցին, որ Սոնան լիովին հանգստանա։ Ճաշերը դարձան սուրբ ծես։ Ամեն առավոտ երեքով միասին նախաճաշում էին։ Անահիտը պատմում էր երազները, Գագիկը պլանավորում էր օրը, Սոնան կիսում էր տնային պարտականությունները, որոնք պնդում էր պահպանել, քանի որ սիրում էր հոգ տանել։ Գագիկի ընտանիքը, ի վերջո, ստիպված եղավ ընդունել իրականությունը։ Ոմանք ամբողջությամբ խզեցին կապը, անկարող լինելով ներել այն, ինչը համարում էին ընտանեկան արժեքների դավաճանություն։ Մյուսները, հետաքրքրասեր կամ իսկապես անհանգիստ, եկան այցելության։ Զարմացած էին, գտնելով ոչ թե այն շահամոլին, որը պատկերացնում էին, այլ արժանապատիվ, խելացի մի կնոջ, դաստիարակված խարիզմատիկ դստեր հետ։ Ոչ բոլորը փոխեցին իրենց կարծիքը, բայց ոմանք աչքերը բացեցին այն փաստի վրա, որ ընտանիքը ավելին է, քան ազգանունն ու ժառանգությունը։ Անահիտը սկսեց սովորել մասնավոր դպրոցում, որտեղ սկզբում բուլինգի էր ենթարկվում երեխաների կողմից, ովքեր ծաղրում էին նրա համեստ ծագումը։ Տուն էր գալիս լացելով, մորը հարցնելով, թե ինչու են որոշ մարդիկ չար, նույնիսկ առանց պատճառի։ Գագիկն ու Սոնան նրան սովորեցրին, որ բարությունը ոչ մի կապ չունի փողի հետ, որ հարուստ մարդիկ կարող են դատարկ լինել, իսկ աղքատ մարդիկ անչափ ազնիվ։ Սովորեցրին, որ կարևորը բնավորությունն է, ոչ թե բանկային հաշիվը։ Ժամանակի ընթացքում Անահիտը իսկական ընկերներ ձեռք բերեց, նրանք, ովքեր տեսնում էին թանկարժեք հագուստից այն կողմ, որն այժմ կրում էր, ճանաչում էին այն հիանալի աղջկան, որը միշտ եղել է։ Սոնան, Գագիկի խրախուսմամբ, վերադարձավ ուսման։ Դեռահասության տարիքում դադարեցրել էր, աշխատելու ընտանիքը պահելու համար, բայց միշտ երազել էր ավարտել միջնակարգ դպրոցը, գուցե նույնիսկ համալսարան ընդունվել։ Գագիկը մասնավոր ուսուցիչներ վարձեց, գրանցեց նրան դասընթացների, տվեց բոլոր անհրաժեշտ աջակցությունը։ Տեսնել, թե ինչպես է Սոնան տարիներ անց ավարտում, իրագործման արդյունքներով դեմքին Անահիտը առաջին շարքում ծափահարում, Գագիկի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Դա ապացուցեց, որ երբեք ուշ չէ նորից սկսել, հետապնդել հետաձգված երազանքները։
Բայց ամեն ինչ ծաղիկներով պատված չէր։ Եղել են լարվածության պահեր, վեճեր մշակութային տարբերությունների, Անահիտին դաստիարակելու, փողի պարտականությունների շուրջ։ Գագիկը պետք է սովորեր, որ չի կարող պարզապես ամեն ինչ լուծել փողով, որ որոշ խնդիրներ պահանջում են խոսակցություն, ժամանակ, համբերություն։ Սոնան պետք է սովորեր օգնություն խնդրել, երբ դրա կարիքն ուներ, ամեն ինչ միայնակ չկրել, ինչպես սովորեր։ Դրանք անհրաժեշտ, երբեմն ցավոտ ճշգրտումներ էին, բայց որոնք ամրապնդեցին հարաբերությունները։ Միասին ապրելուց 1 տարի անց Գագիկը հատուկ ընթրիք կազմակերպեց։ Ասաց, որ լինելու են միայն իրենք երեքով, ոչ մի շքեղ բան։ Սոնան տարօրինակ զգաց, քանի որ նա նյարդային, տարբեր էր թվում։ Երբ նստեցին սեղանի շուրջ, նա վերցրեց 2 փոքրիկ տուփ։ Առաջինը բացեց Անահիտի դիմաց, բացահայտելով նուրբ վզնոց, սրտի տեսքով կախազարդով։ Ասաց, որ դա խորհրդանշում է այն սերը, որը զգում է նրա հանդեպ, որ պաշտոնապես ուզում է որդեգրել նրան, եթե նա համաձայնի լինել իր դուստրը թղթի վրա, ինչպես արդեն սրտում էր։ Անահիտը ցատկեց աթոռից նետվեց նրա գիրկը, 1000 անգամ ասելով այո, որ շատ է ուզում ունենալ նրա ազգանունը, որ ուզում է, որ բոլորն իմանան, որ նա իր հայրն է։ Գագիկը ամուր գրկեց աղջնակին, զգալով այնքան ուժեղ հուզմունք, որ հազիվ էր կարողանում շնչել։ Այն 5-ամյա երեխան, որը փրկել էր իրեն, այժմ պաշտոնապես իր դուստրն էր, նա հայր կլիներ ընդմիշտ, ներկա նրա կյանքի յուրաքանչյուր փուլում։ Հետո բացեց երկրորդ տուփը, այս անգամ Սոնայի դիմաց։ Ներսում պարզ, բայց գեղեցիկ մատանի էր, առանց չափազանցությունների, հենց նրա ոճով։ Գագիկը ծնկի իջավ հենց այնտեղ խոհանոցում, որտեղ այնքան կարևոր խոսակցություններ էին տեղի ունեցել, ամուսնության առաջարկություն արեց Սոնային։ Ասաց, որ նա փոխել է իր կյանքը, որ ֆիզիկապես փրկելով իրեն, նա փրկել է իր հոգին, որ ուզում է իր մնացած բոլոր օրերն անցկացնել նրա կողքին, կառուցելով ընտանիք, հիմնված իսկական սիրով, ոչ թե հարմարավետության կամ շահի վրա։ Սոնան լաց եղավ, այն ազատագրող լացը, որը լինում է, երբ վերջապես թույլ ես տալիս, որ տարիների դժվարությունները հալվեն մաքուր երջանկության մեջ։ Ասաց այո, հեկեկոցների ու ծիծաղի միջով, Գագիկը մատանին դրեց նրա մատին, հուզմունքից դողացող ձեռքերով։ Անահիտը ծափահարեց, գոռալով, որ հիմա իսկական ընտանիք են լինելու, որ հայրիկ ու մայրիկ կունենա, նրանք երջանիկ կապրեն ընդմիշտ, ինչպես հեքիաթներում։ Հարսանիքը տարբերվում էր այն ամենից, ինչ Գագիկը պլանավորել էր Լիլիթի հետ։ Ոչ մի հսկայական միջոցառում, կարևոր հյուրերի անվերջ ցուցակ, պաշտոնական արարողություն շքեղ եկեղեցում։ Ամուսնացան շաբաթ առավոտյան ծայրամասի մի պարզ եկեղեցում, նույն այն եկեղեցում, ուր Սոնան կիրակի օրերին տանում էր Անահիտին։ Հրավիրեցին միայն այն մարդկանց, ովքեր իսկապես կարևոր էին։ Հարաններ, որոնք օգնել էին Սոնային դժվար ժամանակներում, հավատարիմ աշխատողներ, որոնք մնացել էին ճգնաժամի ընթացքում, Գագիկի քիչ, բայց իսկական ընկերներ, որոնք աջակցել էին նրա ընտրություններին, որոշ հարազատներ, որոնք կարողացել էին տեսնել նախապաշարմունքներից այն կողմ։ Անահիտը մտավ որպես հարսնաքույր, հագին բաց կապույտ զգեստ, որն ինքն էր օգնել ընտրել, մատանիները տանելով Ատլասե բարձիկի վրա։ Սոնան հագել էր պարզ սպիտակ զգեստ, առանց չափազանցությունների, մազերին բնական ծաղիկներ, ավելի գեղեցիկ, քան ցանկացած ամսագրի հարսնացու, որը Գագիկը երբե տեսել էր։ Երբ փոխանակեցին ուղտերը, խոստացան ոչ միայն հավերժական սեր, այլ մշտական ներկայություն, միշտ ճշմարտություն, իրական գործընկերություն։ Խոստացան միասին կառուցել, միասին ընկնել ու բարձրանալ, լինել ընտանիք, բառի ամենախորը իմաստով։ Խնջույքը թաղամասի համայնքային սրահում էր, որտեղ Սոնան մեծացել էր։ Խորոված, հայկական երաժշտություն, պարող մարդիկ, վազվզող երեխաներ, անկեղծ ուրախություն, առանց արհեստականության։ Գագիկը, սովոր բարդ ձանձրալի միջոցառումների, բացահայտեց, որ դա ամենաիսկական տոնակատարությունն էր, որ երբե զգացել էր։ Պարեց կնոջ, հետո դստեր, հետո հարանուհու հետ, որը հոգ էր տարել Անահիտի մասին, աղջկա նախկին ուսուցչուհու հետ, բոլորի հետ, ով ցանկացավ։ Կերավ տնական տորտ, խմեց սառը գարեջուր, ծիծաղեց մինչ փորը ցավեց։ Այդ գիշեր, երբ վերջապես մենակ մնացին առանձնատան ննջասենյակում, որն այժմ իսկապես տուն էր, Գագիկս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Սոնային։ Շնորհակալություն հայտնեց, որ քաջություն է ունեցել վստահելու 5-ամյա երեխային, վտանգելու ամեն ինչ, դիմակայելու հզոր մարդկանց։ Շնորհակալություն հայտնեց, որ իրեն երկրորդ հնարավորություն է տվել ոչ միայն ապրելու, այլ լավ ապրելու, շրջապատված իսկական սիրով։ Սոնան ժպտաց ասաց, որ Անահիտն էր, որ առաջինը տեսավ, որ ուներ երեխայի քաջություն, որը մեծահասակները կորցնում են։ Որ ամբողջ վաստակը այն հիանալի աղջկանն է, որին մեծացրել են, այժմ միասին։
Հաջորդ տարիները խորը փոխակերպման տարիներ էին բոլորի համար։ Գագիկը, որը նախկինում ապրում էր միայն աշխատանքի համար, սովորեց հավասարակշռել ընկերությունն ու ընտանիքը։ Ավելի շատ պարտականություններ պատվիրակեց, այս անգամ իսկապես վստահելի մարդկանց վարձեց ամբողջ հանգստյան օրերը նվիրեց Սոնայի Անահիտի հետ լինելուն։ Բացահայտեց, որ մասնագիտական հաջողությունը դատարկ է, եթե կիսելու մարդ չկա, բայց որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստ էր ստանում, երբ կարող էր ընթրիքին պատմել կնոջն ու դստերը։ Անահիտը չափազանց արագ էր մեծանում նրանց ճաշակի համար։ Խոհանոցի անկյունում նկարող ամաչկոտ աղջնակը վերածվեց վստահ, խելացի նախադեռահասի, սեփական կարծիքներով մորից ժառանգած քաջությամբ։ Շարունակում էր սիրել արվեստը, այժմ ոչ միայն նկարում էր, այլ կտավներ էր ստեղծում, որոնք Գագիկը հպարտությամբ շրջանակում կախում էր ամբողջ տնով մեկ։ Բայց նա հետաքրքրվում էր գիտություններով, սոցիալական արդարությամբ, աշխարհում փոփոխություն մտցնելով։ Մի օր, արդեն 10 տարեկան, Անահիտը դպրոցից մի առաջարկով եկավ։ Ուզում էր իր գրպանի փողի մի մասն օգտագործել, օգնելու երեխաներին, որոնք նման իրավիճակում էին, ինչպես ինքն ու մայրը ապրել էին։ Չէր ուզում պարզապես գումար նվիրաբերել, ուզում էր ստեղծել մի բան, որն իսկապես կփոխեր կյանքեր։ Գագիկն ու Սոնան հայացքներ փոխանակեցին, հպարտանալով այն աղջկանով, որը, նույնիսկ այժմ ամեն ինչ ունենալով, չէր մոռանում, թե որտեղից է եկել։ Այդպես ծնվեց նախագիծը, որը նորից կփոխեր ամեն ինչ։ Սոնան միշտ երազել էր հատուցել իրենց բախտի համար, օգնել այլ կանանց, ովքեր միայնակ պայքարում էին երեխաներ մեծացնելու համար, ովքեր լեփ-լեցուն ավտոբուսներով քաղաքն էին անցնում, աշխատանքների համար, որոնք հազիվ էին վարձը վճարում։ Գագիկի աջակցությամբ Անահիտի ոգեշնչմամբ սկսեց կառուցել մի բան, որն ավելին էր, քան պարզ սոցիալական նախագիծ։ Սկզբում դա ծայրամասում մի փոքր տարածք էր, վարձակալված սեփական միջոցներով։ Կանանց համար մասնագիտական դասընթացներ էին առաջարկում, համակարգչային հիմունքներից մինչ փոքր բիզնեսի կառավարում։ Ունեին նա հոգեբանական աջակցություն, քանի որ Սոնան գիտեր, որ աղքատությունը վնասում է ոչ միայն գրպանը, այլ հոգին, որ այդ կանայք պետք է ամեն ինչից առաջ վերականգնեին ինքնագնահատականը։ Եվ երեխաների համար տարածք կար, որտեղ նրանք ապահով էին, մինչ մայրերը սովորում էին ուսուցիչներով, որոնք սովորեցնում էին, բայց հիմնականում խաղում էին, քանի որ երեխան պետք է երեխա լինի, անկախ ֆինանսական վիճակից։ Անահիտը մշտական ներկայություն էր այնտեղ։ Դպրոցից հետո առանձնատանը դայակների հետ կամ բացառիկ ակումբներում մնալու փոխարեն, խնդրում էր գնալ նախագիծ։ Օգնում էր փոքր երեխաներին տնային աշխատանքներում, պատմություններ էր պատմում, նկարել էր սովորեցնում։ Նա հատուկ կապ ուներ նրանց հետ, գուցե որովհետև նրանց պատմություններում ճանաչում էր սեփական պատմության բեկորները։ Եվ կանայք նրան պաշտում էին ոչ թե որպես հարուստ մարդկանց դուստր, այլ որպես անկեղծ, նրանց հարգանքով վերաբերվելու, երբեք ոչ ոքի ստոր զգալ չտալու համար։ Նախագիծն աճեց։ Փոքր տարածքից ավելի մեծ տուն։ Հետո 2 տուն։ 5 տարում նրանք 4 մասնաճյուղ ունեին, սփռված Երանի ծայրամասերում, սպասարկելով հարյուրավոր կանանց երեխաների։ Գործընկերություններ հաստատեցին ընկերությունների հետ, որոնք վճարովի պրակտիկա էին առաջարկում շրջանավարտներին։ Տեսան կանանց, ովքեր հույսը կորցրած էին գալիս, աշխատանքի տեղավորված, վստահ հեռանում, ոմանք նույնիսկ սեփական բիզնես էին բացում։ Բայց ամենագեղեցիկը պատմություններն էին։ Հասմիկի պատմությունը, որը նախագիծ էր եկել 40 տարեկանում, երբեք համակարգչի չդիպած, այսօր աշխատում է որպես վարչական օգնական միջազգային ընկերությունում։ Մարինեի պատմությունը, որը սովորեց քաղցրավենիք պատրաստել, այսօր ունի փոքր, բայց բարգավաճող հրուշակարան, որը արժանապատվորեն պահում է 3 երեխաներին։ Ռուզաննայի պատմությունը, որը հաղթահարեց բռնի հարաբերությունները, թերապիա անցավ նախագծում, ավարտեց միջնակարգ դպրոցը, այսօր բուժքույրություն է սովորում։ Յուրաքանչյուր պատմություն փոխակերպված կյանք էր, ավելի լավ ապագա ունեցող ընտանիք։ Գագիկը ֆինանսավորում էր ամեն ինչ, բայց Սոնան կառավարում էր ամուր ձեռքով, բաց սրտով։ Չէր ուզում կախվածություն ստեղծող բարեգործություն, ուզում էր գործիքներ, որոնք ինքնավարություն կստեղծեին։ Կանանց սովորեցնում էր ոչ միայն մասնագիտություններ, այլ իրենց գնահատել, իրավունքներ պահանջել, փշրանքներ չընդունել, երբ արժանի էին ամբողջ հացին։ Հաճախ Գագիկը լսում էր Սոնային այնտեղ դասախոսություններ տալիս, հուզվում էր նրա փոխակերպումից։ Ամաչկոտ տնտեսուհին, որին ճանաչում էր, այժմ առաջնորդ էր, հզոր ձայն, ոգեշնչում։ Երբ Անահիտը 12 տարեկան դարձավ, ծննդյան տոնակատարությունների գզփեր, նա տարբեր խնդրանք արեց։ Չէր ուզում մեծ խնջույք, միջազգային ճանապարհորդություն կամ թանկարժեք նվեր։
Ուզում էր, որ իր մոր պատմությունը պատմվի, կիսվի այլ մարդկանց ոգեշնչելու համար։ Ուզում էր, որ ավելի շատ մարդիկ իմանան, որ 5-ամյա աղջիկը, նույնիսկ փոքր, նույնիսկ աղքատ, կարողացել է փրկել մի կյանք, փոխել ճակատագրեր։ Ուզում էր, որ այլ երեխաներ սովորեն, որ չափը չի սահմանում քաջությունը։ Գագիկն ու Սոնան սկզբում տատանվեցին։ Պատմությունը շատ առումներով ցավոտ էր, բացահայտում էր խոցելիություններ, վերադարձնում էր դժվար հիշողություններ։ Բայց Անահիտը բնդեց։ Ասաց, որ ճշմարտությունը թաքցնելը նշանակում է վատնել փոփոխություն մտցնելու հնարավորությունը, որ հաղթահարման պատմությունները պետք է պատմվեն, հույս տալու նրանց, ովքեր դեռ պայքարում են։ Եվ ինչպես միշտ, այն աղջկա իմաստությունը, որն այլս այնքան էլ աղջիկ չէր, համոզեց նրանց։ Նկարահանեցին կարճ, պարզ, ազնիվ վավերագրական ֆիլմ։ Սոնան պատմում էր միայնակ մայր լինելու դժվարությունների մասին, Անահիտին առանձնատուն տանելու մասին, քանի որ թողնելու տեղ չուներ։ Անահիտը, այժմ 12 տարեկան, վերհիշում էր թաքցրած բույսը, տարօրինակ հոտը, մանկական ինտուիցիան, որ ինչ-որ բան այն չէ։ Գագիկը հուզված խոսում էր դավաճանության, խորհրդավոր հիվանդության, այն մասին, թե ինչպես երկու մարդ, որոնց անտեսանելի էր համարում, բացահայտվեցին որպես իր իսկական փրկիչներ։ Ցույց տվեցին նա սոցիալական նախագիծը, կանանց, որոնք փոխել էին իրենց կյանքը, երեխաներին, որոնք այժմ ավելի լավ ապագայի իրական հնարավորություններ ունեին։ Կապն ակնհայտ էր։ Ինչպես Անահիտն ու Սոնան փրկեցին Գագիկին, այժմ երեքը միասին փրկում էին հարյուրավոր այլ ընտանիքների։ Բարության շղթան բազմապատկվում էր, յուրաքանչյուր դիպած կյանքը դիպչում էր մյուսներին, ստեղծելով փոխակերպման ալիքներ, որոնք տարածվում էին շատ ավելի հեռու, քան կարող էին չափել։ Վավերագրական ֆիլմը վիրուսային դարձավ, գերազանցելով բոլոր սպասելիքները։ Միլիոնավոր դիտումներ, հոդվածներ թերթերում, հեռուստատեսություններում, միջազգային դասախոսությունների հրավերներ։ Բայց ամենատպավորիչը ամեն օր ստացվող հաղորդագրություններն էին։ Միայնակ մայրեր, որոնք ասում էին, որ պատմությունն ուժ է տվել շարունակելու։ Երեխաներ, որոնք գրում էին, որ այժմ հավատում են, որ կարող են փոփոխություն մտցնել, նույնիսկ փոքր լինելով։ Մարդիկ, որոնք փրկվել էին նվազագույն մանրամասների շնորհիվ, որոնք գրեթե անտեսել էին, ոգեշնչված Անահիտից վստահելու սեփական բնազդներին։ Եկան նա նվիրատվություններ։ Հասարակ մարդկանցից, որոնք ուղարկում էին 1000 դրամ, քանի որ դա էր, ինչ կարող էին։ Հուզված գործարարներից, որոնք հսկայական գումարներ էին առաջարկում։ Կամավորներից, որոնք ուզում էին օգնել ժամանակով, տաղանդով։ Սոցիալական նախագիծը։ Ստիպված եղավ համակարգողներ վարձել, այլ քաղաքներում մասնաճյուղեր բացել, համալսարանների հետ գործընկերություններ ստեղծել, սոցիալական ազդեցությունը հետազոտելու համար։ Սոնան իրեն գտավ մի բան ղեկավարելիս, որը շատ ավելի մեծ էր, քան պատկերացնում էր, բայց երբեք չկորցրեց կենտրոնացումը։ Վիճակագրության յուրաքանչյուր թիվը մարդ էր, յուրաքանչյուր մարդ արժանի էր արժանապատվության իրական հնարավորության։ Գագիկը, տեսնելով կնոջը փայլելիս այդ նպատակով, գիտակցեց, որ նա գտել է իր իսկական կոչումը։ Այլս գոյատելու մասին չէր, այլ փոխակերպելու։ Եվ նա, որը նախկինում հաջողությունը չափում էր միայն շահույթով, բիզնեսի աճով, այժմ չափում էր նա փոխված կյանքերով, նվաճված ժպիտներով, վերակառուցված ապագաներով։ Բիզնեսի մի մասը վերաուղղորդեց սոցիալական ներդրումների, հիմնադրամներ ստեղծեց նմանատիպ նախագծերի համար ամբողջ երկրում, օգտագործեց այն կարողությունը, որը գրեթե արժեցել էր իր կյանքը, իրական փոփոխություն մտցնելու համար։ Անահիտը, հետելով այս ամենին, հասունանում էր ամուր արժեքներով։ Ուներ արտոնություններ, որոնք հայ երեխաների մեծ մասը երբեք չէր ունենա, բայց երբեք չէր մոռանում, թե որտեղից է գալիս։ Դպրոցի շարադրություններում գրում էր սոցիալական անհավասարության մասին։ Բանավեճերում պաշտպանում էր աշխատողների իրավունքները։ Հանգստյան օրերին նախագծում էր, ոչ թե պարտականություն կատարելով, այլ նպատակով ապրելով։ Երբ 15 տարեկան դարձավ, Անահիտը հայտարարեց, որ ուզում է իրավաբանություն սովորել։ Ոչ թե ընկերություններ պաշտպանելու կամ շատ գումար վաստակելու, այլ իր մոր նման մարդկանց օգնելու, կանանց, որոնք շահագործվում էին, որոնց իրավունքները խախտվում էին, որոնք ձայնի կարիք ունեին։ Ուզում էր լինել այն փաստաբանը, որին ինքն ու Սոնան չէին կարող վարձել, երբ կեղծ մեղադրվեցին գողության մեջ։ Ուզում էր երաշխավորել, որ այլս ոչ ոք չանցնի դրա միջով, առանց պատշաճ պաշտպանության։ Գագիկն առաջարկեց վճարել լավագույն համալսարանի համար, բայց Անահիտը, այն վճռականությամբ, որը ժառանգել էր Սոնայից, ասաց, որ ուզում է սովորել պետական համալսարանում։ Ուզում էր ապացուցել, որ որակյալ կրթությունը պարտադիր չէ, որ կարողություն արժենա, որ աղքատները կարող են պետք է զբաղեցնեն բոլոր տարածքները։
Սովորեց տպավորիչ կարգապահությամբ, ընդունելության քննություններից առաջին տեղով անցավ, ընդունվեց ԵՊ իրավաբանության ֆակուլտետ, անսահման հպարտությամբ էլ ավելի մեծ խոնարհությամբ։ Համալսարանական տարիները խորը անձնական աճի տարիներ էին։ Անահիտը պրակտիկա անցավ սոցիալական նախագծում, որը ղեկավարում էր մայրը, անվճար իրավաբանական խորհրդատվություն առաջարկելով։ Օգնեց կանանց ամուսնալուծվել բռնի ամուսիններից, երեխաների համար ալիմենտ ստանալ, բողոքել գործատուներից, որոնք ճիշտ չէին վճարում։ Յուրաքանչյուր գործ հաղթած ճակատամարտ էր, յուրաքանչյուր փոքր հաղթանակ, համակարգային անարդարության դեմ ավելի մեծ պատերազմի մաս։ Սոնան ու Գագիկը նրան դիտում էին այն հպարտության նոստալգիայի խառնուրդով, որը ծնողները զգում են, երբ երեխաները մեծանում թռչում են սեփական թերով։ Խոհանոցի անկյունում նկարող աղջնակն այժմ վիճում էր դատարաններում, մեջբերում էր նախադեպային իրավունք, պաշտպանում էր իրավունքները պերճախոսությամբ կրքով։ Բայց շարունակում էր մնալ Անահիտը, նույն այն մեկը, որն ամուր գրկում էր, որը հիմար կատակներ էր անում, որը կիրակի օրերին պնդում էր իրենց համար ճաշ պատրաստել, նույնիսկ ուտեստների կեսն այրելով։ Մի հատուկ երեկո, երբ Անահիտն արդեն համալսարանի վերջին կուրսում էր, երեքը միասին նստեցին առանձնատան հյուրասենյակում, որը վաղուց դադարել էր լինել պարզապես սառը կառույց, դառնալով իսկական տուն։ Գագիկը, այժմ ճերմակած մազերով, բայց կատարյալ առողջությամբ, բռնել էր Սոնայի ձեռքը, որը 40-ն անց տարիքում ավելի գեղեցիկ էր, քան երբևէ, ոչ թե տարիքի, այլ այն լույսի պատճառով, որը ճառագում էր նպատակով ապրող մարդուց։ Անահիտը, 23 տարեկան, նստեց նրանց միջ, ինչպես անում էր մանկուց։ Խոսեցին այն ճանապարհի մասին, որը միասին անցել էին։ Այն հեռավոր օրվանից, երբ 5-ամյա աղջիկը տարօրինակ բույս գտավ մահճակալի տակ։ Սոնայի քաջությունից, հավատալու դստերը գործելու, նույնիսկ առանց վստահ լինելու։ Գագիկի ապաքինումից, ընտանիք կառուցելու ընտրությունից, հիմնված իսկական սիրո, ոչ թե սոցիալական հարմարավետության վրա։ Սոցիալական նախագծից, որը փոքր սկսվեց, այժմ փոխում էր հազարավոր կյանքեր։ Գագիկը խոստովանեց, որ երբեմն արթնանում է գիշերվա կեսին դեռ չի հավատում, որ այդ ամենն իրական է։ Որ ինքը, որը թունավորվել էր այն մարդկանց կողմից, ում ամենաշատն էր վստահում, փրկվել էր նրանց կողմից, ում ամենաքիչն էր ճանաչում։ Որ կյանքն իրեն տվել է ոչ միայն երկրորդ հնարավորություն, այլ լիովին նոր, ավելի լավ, ավելի իմաստալից կյանք։ Սոնան ծիծաղեց այն հաճելի ձով, որն ուներ, ասաց, որ ինքն էլ երբեմն կսմթում է իր թ, համոզվելու, որ չի երազում, որ առանձնատան հատակը մաքրող աղջիկն այժմ դրա շատ ավելիի տերն է։ Անահիտը գրկեց նրանց, շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ արել էին իր համար, բայց նա այն ամենի համար, ինչ սովորել էր երկուսից՝ քաջության, համառության, բարության, արդարության մասին։ Ասաց, որ իրենց երեքի պատմությունը կենդանի ապացույց է, որ ընտանիքը արյան մասին չէ, այլ ընտրության։ Որ իսկական սերը դասակարգային տարբերություն չի ճանաչում։ Որ փոքր երեխան կարող է փոխել աշխարհը, եթե շրջապատի մեծահասակները լսելու քաջություն ունենան։ Երբ Անահիտն ավարտեց, արարողությունը հուզիչ էր։ Սոնան հպարտությունից լաց եղավ, տեսնելով դստերը դիպլոմ ստանալիս, հիշելով, թե երբ հազիվ էր կարողանում վճարել տարրական դպրոցական պարագաների համար։ Գագիկը ոտքի վրա ծափահարեց, մտածելով, թե ինչպես այն հետաքրքրասեր աղջնակը, որը փրկել էր իրեն, այժմ զինված է շատ ուրիշներին փրկելու համար։ Եվ Անահիտը, դիպլոմը ստանալիս, նվիրեց այն հանդիսատեսի երկու մարդկանց, ովքեր ցույց էին տվել, որ հրաշքներ գոյություն ունեն, երբ քաջությունը հանդիպում է սիրուն։ Բացեց սեփական գրասենյակ, կենտրոնացած աշխատանքային իրավունքների ընտանեկան բռնության զոհ կանանց պաշտպանության վրա։ Վճար էր գանձում այն հաճախորդներից, ովքեր կարող էին վճարել, որպեսզի սուբսիդավորի անվճար ծառայությունները նրանց համար, ովքեր չէին կարող։ 5 տարում նրա գրասենյակն օգնել էր հազարավոր մարդկանց, երիտասարդ իդեալիստ փաստաբանների թիմով, որոնք կիսում էին սոցիալական արդարության նույն տեսլականը։ Սոնայի նախագիծը շարունակում էր աճել, այժմ Հայաստանի 10 մարզերում միջազգային ճանաչումով, մարդու իրավունքների կազմակերպությունների մրցանակներով, աշխարհի համալսարանների հետ գործընկերություններով, որոնք ուսումնասիրում էին նրա կանանց հզորացման մոդելը։ Բայց Սոնան երբեք չկորցրեց էությունը, շարունակում էր այցելել յուրաքանչյուր մասնաճյուղ, խոսել յուրաքանչյուր կնոջ հետ, հիշել, թե որտեղից է եկել, որպեսզի երբեք չմոռանա, թե ուր պետք է հասնեն։ Գագիկը, արդեն 60-ն անց, ընկերության կառավարումը հանձնեց վստահելի մարդկանց ամբողջությամբ նվիրվեց սոցիալական ներդրումներին։ Ստեղծեց մշտական հիմնադրամ, որը երաշխավորում էր նախագծի կայունությունը նույնիսկ այն բանից հետո, երբ ինքն ու Սոնան այլս չլինեին։ Ֆինանսավորեց կրթաթոշակներ հազարավոր երիտասարդների համար ծայրամասերից։
Կառուցեց համայնքային գրադարաններ, մշակութային կենտրոններ, տարածքներ, որտեղ Անահիտի նման երեխաները կարող էին երազել աղքատության կողմից պարտադրված սահմանափակումներից այն կողմ։ Կիրակի օրը արդեն տարեց, բայց Երջանիկ, Գագիկն ու Սոնան տանը հյուրընկալեցին Անահիտին թոռներին։ Այո, Անահիտն ամուսնացել էր մի երիտասարդ փաստաբանի հետ, որին ճանաչել էր դատական նիստում նույն գործը պաշտպանելիս, ունեին 2 գեղեցիկ երեխա, որոնք Գագիկին ու Սոնային պապիկ ու տատիկ էին կանչում այն անկեղծ քնքշությամբ, որը սերունդներ է անցնում։ Երեխաները վազվզում էին նույն միջանցքներով, որտեղ Անահիտն էր խաղացել, նկարում էին նույն խոհանոցում, բայց այժմ տարբեր պատմություններով, բաց ապագայով, անսահման հնարավորություններով։ Մինչ թոռները խաղում էին, Անահիտը ծնողներին ցույց տվեց իր գրած գիրքը։ Այն կոչվում էր «Աղջիկը, որը փրկեց մի կյանք», պատմելով ամբողջական պատմությունը, թունավոր բույսից մինչ սոցիալական նախագիծ, ամեն ինչ մանրամասն նոր սերունդներին ոգեշնչելու համար։ Այն անվճար կթողարկվեր հանրային դպրոցներում, ֆինանսավորված Գագիկի ստեղծած հիմնադրամի կողմից, նպատակ ունենալով սովորեցնել երեխաներին, որ նրանք ունեն ուժ, ձայն, կարողություն։ Սոնան արցունքներն աչքերին թերթեց գիրքը, տեսնելով իր պատմությունը, դստեր պատմությունը, վերածված քաջության հույսի դասերի։ Գագիկը բռնեց նրա ձեռքը, ինչպես միշտ էր անում, այն պարզ ժեստը, որը նշանակում էր գործընկերություն, մտերմություն, սեր, որն անցել էր բոլոր սոցիալական արգելքները, ծաղկելու իսկական տական։ Անահիտը նայեց նրանց, ասաց, որ ամենամեծ դասը, որը միասին սովորել են, պարզ է, բայց հեղափոխական։ Որ բարությունը գոյություն ունի ամենուր, երբեմն այնտեղ, որտեղ ամենաքիչն ենք սպասում։ Որ աղքատ տնտեսուհին կարող է ավելի շատ ազնվություն ունենալ, քան ցանկացած արիստոկրատ։ Որ փոքր երեխան կարող է ավելի շատ իմաստություն ունենալ, քան շատ մեծահասակներ։ Որ իսկական սերը կամուրջներ է կառուցում անդունդների վրա, որոնք անանցանելի են թվում։ Եվ որ մի կյանք փրկելը, լինի դա բառացի թունավորումից, թե աղքատությունից ու հուսահատությունից, ամենաազնիվ նպատակն է, որ ցանկացած մարդ կարող է ունենալ։ Այդ պահին, միասին նստած պատշգամբում, դիտելով, թե ինչպես է արը մայր մտնում Երանի վրա, այն հսկայական քաղաքի, որը եղել էր այնքան տառապանքի, այնքան փրկության թատերաբեմ, երեքը հասկացան, որ ապրել են հազվագյուտ պատմություն։ Մի պատմություն, որտեղ բարին հաղթեց չարին, որտեղ քաջությունը հաղթեց վախին, որտեղ սերը հաղթեց շահին։ Մի պատմություն, որը սկսվեց թաքցրած բույսով, ավարտվեց հազարավոր փոխակերպված կյանքերով։ Եվ մինչ թոռները խաղում էին հետին պլանում, ծիծաղելով այն մաքուր ու երջանիկ ձով, որը միայն երեխաներն են կարողանում, Գագիկս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց այն 5-ամյա աղջկան, որն ուշադրություն դարձրեց, երբ բոլորն անտեսում էին, որը քաջություն ունեցավ, երբ մյուսները կլռեին, որը փրկեց ոչ միայն մի կյանք, այլ ստեղծեց փոխակերպման մի ժառանգություն, որը կշարունակվեր նրանցից շատ ավելի երկար։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոնայի, Անահիտի, Գագիկի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք քաջության, սիրո փոխակերպման այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, ասեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ հրաշքներ տեղի են ունենում, երբ հասարակ մարդիկ արտասովոր ընտրություններ են կատարում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, ավելի շատ պատմություններով, որոնք կստիպեն ձեզ հավատալ աշխարհում դեռ գոյություն ունեցող բարությանը։